Շքեղ հարսանիքի ընթացքում մի մագնատ ապշում է, երբ մաքրությունն աշխատող կինը կանգնեցնում է արարողությունը կործանարար բացահայտմամբ։ Նա բացահայտում է բազմամիլիոնանոց խարդախություն, ներառելով հարսնացուին ընկերության հաշվապահին, գործարարներով քաղաքական գործիչներով լի հանդիսատեսի առաջ։ Սկանդալը դառնում է ազգային թեմա, սկսում է բարոյական փոփոխություն, որը հավետ կփոխի բոլոր ներգրավվածների կյանքը։ Մինչ այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասացեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Շաբաթ առավոտը պայծառ բացվում էր Երանի վրա, այն ոսկեգույն արով, որը կարծես օրհնում էր կյանքի հատուկ պահերը։ Վահագնի թաղամասի շքեղ Արարատյան պալատում ամեն ինչ կատարելապես պատրաստված էր տարվա հարսանիքի համար։ Աշոտ Սարգսյանը, 52 տարեկան, ամբողջ երկրում հայտնի էր որպես այն մագնատը, որը ԱՄԱ-ի հողատարածքները վերածել էր շքեղ կառույցների, ստեղծելով անշարժ գույքի մի կայսրություն, որը ձգվում էր Երանից մինչ Գյումրի, Վանաձորից մինչ Կապան։ Սակայն այդ առավոտ Աշոտը գործերի մասին չէր մտածում։ Երրորդ անգամ ուղղելով իտալական Մետաքսե փողկապը, նա նայում էր իր արտացոլանքին հարսանեկան սենյակի հայելու մեջ։ Ջերմակած մազերը, անթերի սանրված, Իրանին հարմարեցված կոստյումը, որն ընդգծում էր նրա էլեգանտ կեցվածքը, շագանակագույն աչքերը, որոնք փայլում էին երջանկության լարվածության խառնուրդից։ Աստիճանաբար ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ Երկու անհաջող ամուսնություններից բացառապես աշխատանքին նվիրված տարիներից հետո նա վերջապես գտել էր իսկական սեր։ Կարինե Մկրտչյանը, 38 տարեկան, այն ամենն էր, ինչ նա միշտ երազել էր տեսնել իր կողակցի մեջ։ Ավարտելով Երանի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետը ասպիրանտուրան, Ֆրանսիայում, գործարար կառավարման ոլորտում, նա մտել էր իր կյանք որպես ֆինանսական խորհրդատու, արագորեն շահել ոչ միայն նրա մասնագիտական վստահությունը, այլ սիրտը։ Նա էլեգանտ էր, խելացի, նրբաճաշակ, կարողանում էր նույն վարպետությամբ խոսել արվեստի, գրականության, տնտեսագիտության մասին։ Վերջին 2 տարիների ընթացքում նա դարձել էր նրա մտերիմը, գործընկերը, այժմ ապագա կինը։ Պալատից դուրս հյուրերն սկսում էին ժամանել։ Պատգամավորներ, նախարարներ, ազդեցիկ գործարարներ, խոշոր լրատվամիջոցների լրագրողներ, անվանի արտիստներ։ Ներկաների ցուցակը կարծես հայկական հասարակության ով էր։ Նրանց թվում էր նա մի ավելի համեստ, բայց Աշոտի համար ոչ պակաս կարևոր ներկայություն, տիկին Անահիտ Հակոբյանը, 63 տարեկան, որը 23 տարի շարունակ Սարգսյան շինն ի գլխամասային գրասենյակի մաքրության պատասխանատուն էր։ Անահիտը պալատ էր հասել առավոտյան ժամը 7-ի սահմաններում, ինչպես միշտ անում էր, երբ ընկերության հատուկ միջոցառումներ էին լինում։ Պաշտոնապես նրա պարտականությունը չէր այնտեղ լինելը, բայց նա պնդել էր օգնել վերջին նախապատրաստական աշխատանքներին։ Նա ցածրահասակ, նիհար կին էր, ջերմակած մազերը միշտ պարզ հանգույցով հավաքած կոշտացած ձեռքերով, որոնք պատմում էին աշխատանքին նվիրված մի ամբողջ կյանքի պատմություն։ Ծնվելով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, նա երիտասարդ տարիքում տեղափոխվել էր Երան, դստեր վաղաժամ մահից հետո թոռանը մեծացնելու համար ավելի լավ հնարավորություններ փնտրելով։ Մինչ ուշացումով հասած ծաղկեփնջերը դասավորում էր, Անահիտը մտքից չէր կարողանում հանել այն, ինչ բացահայտել էր նախորդ գիշեր։ Տնօրենի հարսանիքի համար ամեն ինչ անթերի թողնելու նպատակով մինչ ուշ աշխատելով, նա դրամապանակը մոռացել էր գրասենյակում, վերադարձել էր այն վերցնելու։ Հենց այդ ժամանակ նա ձայներ լսեց ընկերության հաշվապահ Վարդան П. Տրոսյանի աշխատասենյակից։ Կիսաբաց դուռը թույլ տվեց նրան լսել խոսակցության կտորներ, որոնք սառեցրին նրա արյունը։ Վարդանը հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ փաստաթղթերի, լիազորագրերի, բանկային փոխանցումների մասին, որոնք պետք է տեղի ունենային արարողությունից անմիջապես հետո։ Նա նշում էր արտասահմանյան հաշիվներ, միլիոնավոր դրամների գումարներ, մի քանի անգամ կրկնում Կարինեի անունը։ Անահիտը, սրտի թրթիռով, կարողացավ թաքնվել, երբ հասկացավ, որ խոսակցությունն ավարտվում է։ Վարդանը շտապ դուրս եկավ, մոռանալով ամբողջությամբ կողպել իր գրասեղանի դարակներից մեկը։ Հետաքրքրասիրությունը, պաշտպանական բնազդը, որը նա ձեռք էր բերել Սարգսյան ընտանիքին ծառայելու ավելի քան 2 տասնամյակների ընթացքում, ստիպեցին նրան գործել։ Դողացող ձեռքերով նա բացեց դարակը, գտավ փաստաթղթեր, որոնք հաստատեցին նրա վատթարագույն մտավախությունները։ Աշոտի կողմից ստորագրված լիազորագրերի պատճեններ, հարսանիքից հետո նախատեսված բանկային փոխանցումների թույլտվություններ, ամենից ցնցողը ապացույցներ, որ Կարինեն Վարդանը համատեղ հաշիվներ ունեին արտասահմանում։
Կային նրանց միջ հաղորդակցության գրառումներ, որոնք պարզ ցույց էին տալիս, որ դա ամիսներ շարունակ մշակված ծրագիր էր։ Անահիտը լուսանկարեց ամեն ինչ իր բջջային հեռախոսով, որն օգտագործել սովորեցրել էր Թորը, բնօրինակ փաստաթղթերը դրեց իր պայուսակի մեջ, ամբողջ գիշեր չքնեց, իրար հետ վիճելով, թե ինչ անել։ Ինչպես կարող էր մի հասարակ մաքրուհին մեղադրել իր տնօրենի ապագա կնոջը դավաճանության ֆինանսական խարդախության մեջ։ Ով կհավատար նրան։ Մինույն ժամանակ, ինչպես կարող էր լուռ մնալ, իմանալով, որ այն մարդը, ով միշտ իրեն հարգանքով արժանապատվությամբ էր վերաբերվել, պատրաստվում էր հանցագործության զոհ դառնալ։ Այժմ, քայլելով պալատի միջանցքներով, մինչ առաջին հյուրերը տեղավորվում էին գլխավոր սրահում, նա զգում էր այն որոշման ծանրությունը, որը պետք է կայացներ։ Աշոտը միշտ ավելին է եղել, քան պարզապես տնօրեն։ Երբ նրա թոռը Գորգը վիրահատության կարիք ուներ, Աշոտն էր վճարել բոլոր բժշկական ծախսերը, առանց նրան նույնիսկ օգնություն խնդրելու։ Երբ ինքը թոքաբորբով հիվանդացավ 2 ամիս ցակայեց, նա պահպանեց նրա ամբողջական աշխատավարձը, նույնիսկ սննդի զամբյուղներ ուղարկեց նրա տուն։ Նա լավ մարդ էր, նա չէր կարող թույլ տալ, որ նրան խաբեն։ Գլխավոր սրահում արարողությունը պատրաստվում էր սկսվել։ Սպիտակ կտորով ոսկեգույն ժապավեններով ծածկված աթոռները էլեգանտ միջանցք էին կազմում մինչ ժամանակավոր խորանը, որը զարդարված էր սպիտակ խոլորձներով կարմիր վարդերով։ Լարային քառյակը լարում էր գործիքները, մինչ Վագվի լուսանկարիչը զգուշորեն շրջում էր, ֆիքսելով ավելի քան 30 միլիոն դրամ արժողությամբ զարդարանքի մանրամասները։ Աշոտը կանգնեց արարողությունը վարողի, ընտանիքի անձնական բարեկամ, պաշտոնաթող դատավորի կողքին։ Նրա ձեռքերը թեթակի քրտնել էին, բայց ժպիտն անկեղծ էր։ Նա նայում էր գլխավոր դռանը, սպասելով Կարինեի մուտքին, երբ նրա հայացքը հանդիպեց Անահիտին սրահի խորքում։ Նա տեսանելիորեն լարված էր, ինչ-որ բան սեղմել էր կրծքին, նրա աչքերը հաղորդում էին մի հրատապություն, որը հետաքրքրեց նրան։ Նա զգուշորեն գլխով արեց նրան, Անահիտը պատասխանեց մի ժեստով, որը կարծես աղաչանք լիներ։ Երաժ։ Շտությունը սկսվեց։ Հարսնաքույրերը վեհորեն մտան, նրանց հետեցին խնամախոսները։ Սրահը լցվեց հարսանեկան քայլերքի ավանդական ձայնով, բոլոր ներկաները ոտքի կանգնեցին։ Կարինեն հայտնվեց գլխավոր դռան մոտ, շլացուցիչ ֆրանսիական ժանյակե զգեստով, 3 մետրանոց քողարկիչով, բնական մետաքսե քողով ադամանդե թաքով, որը պատկանել էր Աշոտի տատիկին։ Նա փայլում էր, ժպտում հյուրերին, զգուշորեն գլխով անում ծանոթներին, մինչ դանդաղ քայլում էր դեպի խորանը։ Աշոտը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց հուզմունքից։ Վերջապես, այսքան սիրային հիասթափություններից հետո, նա գտել էր այն կնոջը, ում հետ ուզում էր անցկացնել իր կյանքի մնացած մասը։ Կարինեն հասավ խորանին, ծաղկեփունջը տվեց գլխավոր հարսնաքրոջը, ժպտաց նրան այն հայացքով, որը միշտ հալեցնում էր նրան։ Արարողությունը վարողը սկսեց արարողությունը ամուսնության, ուխտերի 2 մարդկանց միջ հավերժական պարտավորության մասին ավանդական խոսքերով։ Հենց այն ժամանակ, երբ նա հարցրեց, թե արդյոք որե խոչընդոտ կա այդ միության համար, սրահում լռություն տիրեց։ Դա ձականություն էր, ոչ ոք չէր սպասում, որ ինչ-որ մեկը կարտահայտվի։ Բայց հետո, մի խռպոտ դողացող ձայն հնչեց սրահի խորքից։ Ես պետք է խոսեմ, պարոն Սարգսյան։ Խնդրում եմ, թույլ տվեք խոսեմ։ Բոլոր հայացքներն ուղղվեցին դեպի Անահիտը, որը դանդաղ քայլում էր կենտրոնական միջանցքով, մի ծրար սեղմած կրծքին։ Հյուրերի միջ շշուկ տարածվեց։ Լուսանկարչական ապարատների լույսերն սկսեցին թարթել։ Կարինեն տեսանելիորեն գունատվեց, մինչդեռ Վարդանը, որը հյուրերի մեջ էր, փորձեց զգուշորեն ուղղվել դեպի կողային ելքերից մեկը։ Աշոտը սկզբում շփոթված նայեց Կարինեին, բացատրություն փնտրելով, բայց նա միայն գլուխը թափահարեց, կարծես չիմանար, թե ինչի մասին է խոսքը։ Անահիտ, ասաց նա հաստատուն, բայց մեղմ ձայնով, ինչ է կատարվում։ Կինը հասավ խորանին, նրա ոտքերը տեսանելիորեն դողում էին։ Պարոն Սարգսյան, ես գիտեմ, որ դուք կբարկանաք ինձ վրա, բայց ես չեմ կարող թույլ տալ, որ դուք ամուսնանաք առանց ճշմարտությունն իմանալու։ Տիկին Կարինեն, ձեր Վարդանը ծրագրում են ձեզ կողոպտել։ Ես ապացույցներն ունեմ այստեղ։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Կարինեն անմիջապես արձագանքեց. Աշոտ, սա անհեթեթություն է։ Այս կինը ակնհայտորեն խելագարվել է։ Ինչպես կարող ես թույլ տալ, որ մի աշխատակցուհի ընդհատի մեր հարսանիքը անհիմն մեղադրանքներով։ Նրա ձայնը, որ սովորաբար քաղցր ու զուսպ էր, այժմ կրում էր մի կոշտություն, որը Աշոտը երբեք չէր նկատել։
Վարդանը, որը փորձում էր զգուշորեն դուրս գալ, կանգ առավ, երբ նկատեց, որ մի քանի հյուրեր նրան են նայում։ Նրանց թվում էր ազգային անվտանգության ծառայության գնդապետ Ռուբեն Խաչատրյանը, Աշոտի անձնական բարեկամը, որն անմիջապես հասկացավ իրավիճակի լրջությունը, ռազմավարական դիրք գրավեց ելքերի մոտ։ Աշոտը նայեց Անահիտին, հետո Կարինեին, զգաց, որ իր շուրջը աշխարհը սկսում է փլուզվել։ Նա Անահիտին ճանաչում էր ավելի քան 2 տասնամյակ։ Նա ազնիվ, աշխատասեր մարդ էր, երբեք նրան չէր ստել նույնիսկ առօրյա մանրուքների մասին։ Մյուս կողմից, այնտեղ էր այն կինը, ում նա սիրահարվել էր, հարսի զգեստով, նայում էր նրան արցունքոտ աչքերով հայտարարում իր անմեղության մասին։ Ցույց տուր ինձ փաստաթղթերը, Անահիտ, վերջապես ասաց նա, նրա ձայնը արձագանքեց լուրջ սրա։ Հում։ Կարինեն կրկին փորձեց բողոքել։ Աշոտ, դու լուրջ չես ասում։ Դու հավատալու ես մի մաքրուհու մեղադրանքներին մեր հարսանիքի օրը, այս բոլոր հյուրերի առաջ։ Բայց Կարինեի ձայնի տոնի մեջ ինչ-որ կեղծ բան կար Աշոտի համար, ինչ-որ բան, որն արթնացրեց նրա տարիների դժվար բանակցություններով սրված գործարարական ինտուիցիան։ Անահիտը դողացող ձեռքերով բացեց ծրարը, տվեց փաստաթղթերը։ Աշոտը սկսեց կարդալ, յուրաքանչյուր տողի հետ նրա արտահայտությունը փոխվում էր։ Այնտեղ էին նրա ստորագրությունները լիազորագրերի վրա, որոնք նա չէր հիշում ստորագրելուց, միլիոնավոր դրամների փոխանցումների թույլտվություններ, նախատեսված հաջորդ երկուշաբթի օրվա համար, Կարինեի Վարդանի անուններով արտասահմանյան հաշիվների քաղվածքներ։ Որտեղից է սա ձեռք բերել, հարցրեց նա, դեռ փորձելով ընկալել այն ամենի մասշտաբը, ինչ տեսնում էր։ Անահիտը արցունքն աչքերին պատմեց նախորդ գիշերվա մասին, լսած խոսակցության Վարդանի դարակում գտած փաստաթղթերի մասին։ Կարինեն վերջին փորձն արեց։ Աշոտ, սիրելիս, դու պետք է վստահես ինձ։ Այս փաստաթղթերը կարող են կեղծ լինել։ Այս կինը կարող է անձնական դրդապատճառներ ունենալ մեզ բաժանելու համար։ Մտածիր այն ամենի մասին, ինչ մենք միասին կառուցել ենք։ Բայց նրա ձայնն այժմ հուսահատ էր հնչում, ոչ թե համոզիչ։ Աշոտը նայեց Վարդանին, որն անշարժ մնում էր պատի մոտ, դեմքը գունատ, քրտինքը հոսում էր ճակատով։ Վարդան, բարձր ձայնով կանչեց նա, արի այստեղ բացատրիր այս փաստաթղթերը։ Հաշվապահը փորձեց գլուխը թափահարել, կարծես չիմանար, թե ինչի մասին է խոսքը, բայց նրա մարմնի լեզուն ամբողջությամբ մատնում էր նրան։ Հենց այդ ժամանակ Աշոտը կայացրեց այն որոշումը, որը կփոխեր ոչ միայն այդ օրը, այլ իր ամբողջ կյանքի ընթացքը։ Նա նայեց հարյուրավոր հյուրերին, որոնցից շատերը հանում էին իրենց բջջային հեռախոսները, իրավիճակը տեսանկարահանելու համար, մյուսները ոտքի էին կանգնում շշնջում իրար մեջ։ Նա տեսավ լրագրողների, որոնք արագ գրառումներ էին անում, գործարարների, որոնք միլիոնների գործարքներ էին կնքում իր հետ, նշանակալից հայացքներ փոխանակելիս։ Տիկ Նայք։ Պարոն Նայք, ասաց նա, նրա ձայնը սրահով մեկ տարածվեց առանց բարձրախոսի կարիքի, խորապես ցավում եմ, բայց այս հարսանիքը չի կարող շարունակվել։ Շշուկը վերածվեց բարձր ձայների զարմանքի բացականչությունների։ Կարինեն բողոքի ճիչ արձակեց, փորձեց բռնել նրա թից, բայց նա մեղմորեն հեռացավ։ Անահիտ, ասաց նա, շրջվելով դեպի այն կինը, որը դեռ այնտեղ կանգնած էր, դողալով, շնորհակալ եմ քո քաջության համար։ Գիտեմ, որ հեշտ չէր անել այն, ինչ դու արեցիր։ Նա միայն գլխով արեց, արցունքներն այժմ ազատ հոսում էին նրա դեմքով։ Ռուբեն Խաչատրյանը արագ մոտեցավ։ Աշոտ, եթե այս փաստաթղթերն իրական են, մենք պետք է անմիջապես գործենք։ Ես կզանգեմ ԱԾ։ Աշոտը գլխով համաձայնեց, դեռ փորձելով ընկալել իրավիճակի իրականությունը։ Կարինեն վերջին հուսահատ փորձն արեց։ Աշոտ, դու քո կյանքի ամենամեծ սխալն ես գործում։ Այս մեղադրանքներն անհիմն են, դու կզղջաս, որ հավատացիր այս կնոջը, ինձ վստահելու փոխարեն։ Բայց նրա աչքերում ինչ-որ բան փոխվել էր։ Այն քաղցրությունն ու խոցելիությունը, որոնք միշտ գերել էին նրան, փոխարինվել էին սառը, հաշվարկող հայացքով, որը նա երբեք չէր նկատել։ Սրահն այժմ լիակատար իրարանցման մեջ էր։ Հյուրերն ուղղվում էին դեպի ելքերը, մյուսները փոքր խմբեր էին կազմում, քննարկելով այն, ինչին հենց նոր ականատես էին եղել։ Լուսանկարիչները փորձում էին լուսանկարել լքված հարսնացուին, իր իսկ հարսանիքը չեղյալ հայտարարած փեսացուին։ Այս ամբողջ քաոսի մեջ Անահիտը մնում էր Աշոտի կողքին, որպես ապահով նավահանգիստ այն փոթորկի մեջ, որը պատել էր նրա կյանքը։ Վարդանը վերջին անգամ փորձեց փախչել, բայց Ռուբենն արդեն հրահանգել էր միջոցառման անվտանգությանը։ Երբ 20 րոպե անց ԱԾ-ն ժամանեց, նրանք գտան ավտոկայանատեղիում, փորձելիս նստել կեղծ համարանիշներով մեքենա։
Գործակալները նա առգրավեցին երկու անձնագիր, տարբեր ինքնություններով, որոնք նրա մոտ էին։ Աշոտը շուրջը նա եծ այն սրահին, որը պետք է լիներ իր երջանկության վայրը, տեսավ միայն փլատակներ, ցրված ծաղիկներ, շրջված աթոռներ, շշուկներով հեռացող հյուրեր, այս ամենի կենտրոնում Անահիտը, այն հասարակ կինը, որը վտանգել էր ամեն ինչ նրան պաշտպանելու համար։ Այդ պահին նա հասկացավ, որ իր կյանքը փրկվել էր մեկի կողմից, ում նա միշտ համարել էր ընդամենը նվիրված աշխատակցուհի, բայց որն այժմ բացահայտվել էր որպես շատ ավելին, անբիծ բնավորության տեր մարդ, որը ճշմարտությունը վեր դասեց ցանկացած անձնական հարմարավետությունից։ Չեղյալ հայտարարված հարսանիքի սկանդալին հաջորդած օրերը Աշոտ Սարգսյանի կյանքում ավերիչ փոթորկի պես էին։ Երկուշաբթի առավոտյան, նույնիսկ մինչ շուկայի բացվելը, Սարգսյան շինը ի բաժնետոմսերն արդեն կտրուկ անկում էին ապրում նախաշուկայական գործարքներում։ Ներդրողները, վախեցած գործի արձագանքից, սկսեցին ազատվել իրենց դիրքերից, մտավախություն ունենալով, որ ընկերությունը կարող է ներգրավված լինել այլ ֆինանսական անօրինականությունների մեջ։ Ընկերության գրասենյակը, որը գտնվում էր Հյուսիսային պողոտայի էլեգանտ գործ շենքում, վերածվել էր մարտադաշտի։ Հեռախոսները անդադար զնգում էին լրագրողների, անհանգստացած հաճախորդների, ընկերության կառավարումը կասկածի տակ դնող ներդրողների ճգնաժամը հաղթահարելու համար ծառայություններ առաջարկող իրավաբանների զանգերից։ Աշոտը հազիվ էր կարողանում կենտրոնանալ մի խոսակցության վրա, երբ մեկ այլ հրատապություն էր առաջանում։ 32-րդ հարկի ընդունարանում հեռուստացույցների էկրանները ցուցադրում էին բոլոր լրատվական ալիքներով գործի մասին ռեպորտաժներ։ Անշարժ գույքի ոլորտի մագնատի հարսանիքը չեղյալ է հայտարարվել աշխատակցուհու բացահայտումից հետո, հայտարարում էր Առավոտյան լուրերի հաղորդավարը։ Միլիոնավոր դրամների սխեման բացահայտվել է հարսանեկան արարողությունից րոպեներ առաջ, լրացնում էր մեկ այլ ալիք։ Պալատի, շտապ հեռացող հյուրերի ԱԱԾ-ի կողմից ուղեկցվող Կարինեի պատկերները անվերջ կրկնվում էին։ Անահիտը այդ երկուշաբթի աշխատանքի էր եկել նույնիսկ արածակից առաջ, ինչպես միշտ անում էր ավելի քան 2 տասնամյակ։ Բայց այս անգամ իրավիճակի ծանրությունը նրան ուղեկցում էր այն միջան ցկներով յուրաքանչյուր քայլին, որոնք նա այդքան լավ գիտեր։ Աշխատակիցները, որոնք նախկինում նրան բնականոն կերպով ողջունում էին, այժմ նրան նայում էին հետաքրքրասիրության հարգանքի խառնուրդով։ Ոմանք շշնջում էին նրան անցնելիս տեսնելով, մյուսները կտրուկ ընդհատում էին իրենց խոսակցությունները։ Գորգը, նրա 22-ամյա թոռը, Հայաստանի ամերիկյան համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանող, նախորդ գիշեր անհանգստացած զանգել էր։ Տատիկ, ես լուրերով տեսա։ Դուք հեռուստացույցով էիք։ Ամեն ինչ լավ է։ Անահիտը փորձել էր հանգստացնել նրան, բայց ճշմարտությունն այն էր, որ ինքն էլ լավ չգիտեր, թե ինչպես է իրեն զգում։ Մի կողմից, վստահ էր, որ ճիշտ բան է արել։ Մյուս կողմից, տեսնում էր այն քաոսը, որն իր բացահայտումն առաջացրել էր, հարցնում էր ինքն իրեն, թե արդյոք չէր կարող մեկ այլ ճանապարհ գտնել Աշոտին զգուշացնելու համար։ Ընկերության վրա ազդեցությունը տեսանելի էր ամենուր։ Արտակարգ ժողովներ էին տեղի ունենում բոլոր խորհրդակցությունների սենյակներում։ Իրավաբանական բաժինը հերթապահության ռեժիմով աշխատում էր, պատասխան ելու ԱԱԾ-ի դատախազության կողմից բարձրացված հարցերին։ Հաղորդակցության բաժինը փորձում էր վերահսկել ընկերության իմիջին հասցված վնասը, մշակելով պաշտոնական հաղորդագրություններ, կազմակերպելով մամուլի ասուլիսներ։ Նախագահի աշխատասենյակում Աշոտը դիմակայում էր իր կարիերայի ամենադժվար առավոտներից մեկին։ Նստած իր հորը պատկանող կարմրափայտի սեղանի մոտ, որը ընկերության հիմնադիրն էր, նա վերանայում էր ֆինանսական հաշվետվությունները, փորձելով ընկալել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Սենյակի պատերը զարդարված Սարգսյան շինի գլխավոր նախագծերի լուսանկարներով, կարծես լուռ վկաներ լինեին մի ուղու, որն այժմ պետք է վերակառուցվեր։ Պարոն Արմեն Դավթյանը, ընկերության իրավաբանական տնօրենը, Աշոտի անձնական բարեկամը համալսարանական տարիներից, թակեց դուռը մտավ առանց պատասխանի սպասելու։ Աշոտ, մենք պետք է խոսենք։ Իրավիճակն ավելի բարդ է, քան մենք պատկերացնում էինք։ Նա մի կույտ փաստաթղթեր դրեց սեղանին։ ԱԱԾ-ն ապացույցներ է գտել, որ Կարինեն Վարդանը այս խարդախությունը ծրագրում էին առնվազն 8 ամիս։ Նրանք դա արել է նախկինում, այլ մարզերում, միշտ թիրախավորելով հաջողակ գործարարների։ Աշոտը ձեռքերն անցկացրեց մազերի միջով, դավաճանության ծանրությունն էլ ավելի սուր զգալով։ Ինչպես կարող էի այդքան կույր լինել, Արմեն։ Բոլոր նշաններն այնտեղ էին, ես պարզապես անտեսում էի, որովհետև սիրահարված էի։
Արմենը նստեց սեղանի դիմացի բազկաթոռին։ Այդպես մի տանջիր քեզ։ Նրանք պրոֆեսիոնալներ էին, Աշոտ։ Մանիպուլյացիայի մասնագետներ։ Այժմ կարևորն այն է, թե ինչպես ենք առաջ շարժվելու։ Մինույն ժամանակ 3 հարկ ներք Անահիտը մեթոդաբար մաքրում էր 29-րդ հարկի կանանց զուգարանը, փորձելով պահպանել իր սովորական առօրյան քաոսի մեջ։ Բայց անհնար էր անտեսել այն խոսակցությունները, որոնք լսում էր միջանցքներում։ Որոշ աշխատակցուհիներ խոսում էին նրա քաջության մասին, մյուսները կասկածում էին, թե արդյոք նա չպետք է այլ միջոց փնտրեր տնօրենին զգուշացնելու համար։ Նրանցից մեկը նույնիսկ ենթադրեց, որ Անահիտը կարող էր անձնական դրդապատճառներ ունենալ հարսանիքը խափանելու համար։ Հենց այդ ժամանակ Անահիտը կայացրեց մի որոշում, որը հասունանում էր նրա մտքում նախորդ գիշերվանից։ Նա իր հերթափոխն ավելի շուտ ավարտեց, իր մաքրման պարագաները կոկիկ դասավորեց, ինչպես միշտ, ուղղվեց դեպի վերելակը, որը նրան կտաներ նախագահի հարկ։ 23 տարվա ընթացքում առաջին անգամ էր, որ նա այնտեղ էր բարձրանում առանց կանչվելու։ Աշոտի անձնական քարտուղարուհին, տիկին Մարինեն, 50 տարեկան էլեգանտ կին, որը 15 տարի աշխատում էր ընկերությունում, զարմացած նայեց, երբ տեսավ Անահիտին վերելակից դուրս գալիս։ Ողջույն, Անահիտ։ Ամեն ինչ լավ է։ Ձեզ ինչ-որ բան է պետք։ Անահիտը մի պահ տատանվեց, նախքան պատասխանելը։ Տիկին Մարինե, ես պետք է խոսեմ պարոն Սարգսյանի հետ։ Դա կարևոր է։ Մարինեն գիտեր իրավիճակի մասին, անմիջապես հասկացավ պահի նրբությունը։ Նա իրավաբանական բաժնի հետ խորհրդակցության է, բայց ես կարող եմ ընդհատել։ Նա հաստատ կցանկանա խոսել ձեզ հետ։ Մի քանի րոպե անց Աշոտը հայտնվեց ընդունարանում, տեսնելով Անահիտին, նրա դեմքը լուսավորվեց անկեղծ ժպիտով, առաջինը նախորդ շաբաթ օրվանից։ Անահիտ, ինչպե՞ս եք։ Ես ուզում էի ձեզ հետ ավելի շուտ խոսել, բայց այս օրերը խելագարություն էին։ Նա գլուխը կախեց, ակնհայտորեն անհարմար զգալով։ Պարոն Սարգսյան, ես եկել եմ աշխատանքից ազատվելու դիմում գրելու։ Ես այլս չեմ կարող այստեղ աշխատել այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ։ Աշոտը տեսանելիորեն զարմացավ։ Ինչ է նշանակում ազատվել։ Անահիտ, դուք փրկեցիք իմ կյանքը, փրկեցիք իմ ընկերությունը։ Ինչու եք ուզում հեռանալ։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Պարոն Սարգսյան, ես սարսափելի նվաստացում պատճառեցի ձեզ։ Այդ բոլոր կարևոր մարդկանց, լրագրողների, հեռուստատեսության առաջ։ Դուք միշտ ինձ այդքան լավ եք վերաբերվել, ես վերջում ձեզ այդպես մերկացրի։ Ես նույնիսկ չեմ կարողանում հանգիստ քնել, դրա մասին մտածելով։ Աշոտը խորը հուզմունք զգաց, հասկանալով Անահիտի մտահոգությունների անկեղծությունը։ Այստեղ մի կին էր, որը փրկել էր նրա կարողությունն ու հեղինակությունը, այնուամենայնիվ իրեն մեղավոր էր զգում հանրային անհարմարություն պատճառելու համար։ Անահիտ, խնդրում եմ, մտեք իմ աշխատասենյակ։ Մենք պետք է հանգիստ խոսենք։ 2 տասնամյակի ընթացքում առաջին անգամ է։ Նահիտը մտավ Սարգսյան շին նախագահի աշխատասենյակ։ Նրա աչքերը համեստ հիացմունքով սահեցին միջավայրով, քաղաքի համայնապատկերը ապակե պատուհաններից, վեհաշուկ կահույքը, արվեստի գործերը պատերին, բյուրեղյա դարակների վրա դրված գործարարական մրցանակները։ Աշոտը նրան հրավիրեց նստել իր սեղանի դիմացի բազկաթոռին, նույն տեղում, որտեղ րոպեներ առաջ նստած էր Արմենը։ Անահիտ, ես ուզում եմ, որ դուք ինձ ուշադիր լսեք, ասաց Աշոտը, նրա ձայնը լի էր անկեղծությամբ։ Այն, ինչ դուք արեցիք շաբաթ օրը, ինձ համար նվաստացում չէր։ Դա հավատարմության քաջության ամենամեծ դրսևորումն էր, որը երբևէ մեկը ցուցաբերել է իմ հանդեպ։ Դուք վտանգեցիք ձեր աշխատանքը, ձեր դիրքը, ձեր հանգստությունը, ինձ պաշտպանելու այն մարդկանցից, ովքեր ուզում էին ինձ կործանել։ Նա ամաչկոտորեն գլուխը թափահարեց։ Բայց, պարոն Սարգսյան, դա այնքան անհարմար էր, այն բոլոր կարևոր հյուրերի առաջ։ Աշոտը առաջ թեքվեց, ուղիղ տեսողական կապ հաստատելով նրա հետ։ Անահիտ, այն մարդիկ, ովքեր այնտեղ էին, գործարարներ են, քաղաքական գործիչներ, բիզնես աշխարհի մարդիկ։ Նրանք ամեն ինչից վեր հարգում են քաջությունն ու ազնվությունը։ Այն, ինչ դուք արեցիք, ինձ չամաչեցրեց, այլ բարձրացրեց։ Ցույց տվեց բոլորին, թե ինչպիսի աշխատակիցներ ունեմ ես, ինչպիսի մշակույթ կա այս ընկերությունում։ Խոսակցությունն ընդհատվեց դռան թակոցով։ Արմենը վերադարձավ անհանգիստ արտահայտությամբ։ Աշոտ, ներողություն ընդհատելու համար, բայց մենք մի իրավիճակ ունենք։
Խորհուրդը վաղվա համար արտահերթ նիստ է պահանջում։ Նրանք կասկածի տակ են դնում ընկերության կառավարումը գործի վարման ձ. Աշոտը խորը հոգոց հանեց։ Արմեն, ներկայացնում եմ քեզ Անահիտին, այն կնոջը, որը փրկեց այս ընկերությունը։ Անահիտ, սա պարոն Արմենն է, մեր իրավաբանական տնօրենը։ Արմենը անկեղծ հարգանքով ձեռքը մեկնեց Անահիտին։ Տիկին Անահիտ, պատիվ է ձեզ հետ ծանոթանալ։ Ամբողջ ընկերությունը պարտական է ձեզ։ Անահիտը դեռ ամաչկոտ սեղմեց նրա ձեռքը ցածրաձայն շնորհակալություն հայտնեց։ Աշոտը մի քանի պահ լուռ մնաց, հետո ինչ-որ բան լուսավորվեց նրա աչքերում։ Անահիտ, ես ձեզ համար մի առաջարկ ունեմ։ Բայց մինչ այդ, պետք է, որ դուք ինձ անկեղծ պատասխանեք։ Այս 23 տարիների ընթացքում, աշխատելով այստեղ, դուք հետել եք, թե ինչպես է ընկերությունն աշխատում։ Եթե կարողանայիք ինչ-որ բան փոխել, այն ավելի լավը դարձնելու համար, ինչ կլիներ դա։ Անահիտը զարմացավ հարցից։ Երբեք ոչ ոք նրա կարծիքը չէր հարցրել ընկերության գործունեության մասին։ Նա տատանվեց, բայց Աշոտը նրան քաջալերեց մի ժեստով։ Կարող եք խոսել, ես իսկապես ուզում եմ իմանալ։ Դե, պարոն Սարգսյան, եթե դուք իսկապես հարցնում եք։ Սկսեց նա դանդաղ, կարծում եմ, որ երբեմն գրասենյակներում մարդիկ իրար հետ լավ չեն խոսում։ Ես տեսնում եմ աշխատակիցների, որոնք գիտեն խնդիրների մասին, բայց վախենում են խոսել։ Տեսնում եմ մյուսներին, որոնք սխալ բաներ են անում, ոչ ոք քաջություն չունի բացահայտելու։ Եվ տեսնում եմ նա շատ վատնում մարդկանց, որոնք չեն գնահատում միմյանց աշխատանքը։ Աշոտն ու Արմենը նշանակալից հայացքներ փոխանակեցին։ Անահիտի վերլուծությունը, թե արտահայտված պարզ լեզվով, շոշափում էր կորպորատիվ կառավարման այն խնդիրների էությունը, որոնց բախվում էին շատ ընկերություններ։ Խնդրում եմ, շարունակեք, խնդրեց Աշոտը։ Կարծում եմ, եթե մարդիկ իրար ավելի շատ հարգեին, եթե մի տեղ ունենային խոսելու, երբ ինչ-որ բան այն չէ, եթե բոլորն իմանային, որ ճիշտ բան անելն ավելի կարևոր է, քան տնօրենին կամ գործընկերոջը պաշտպանելը, ընկերությունը շատ ավելի լավը կլիներ։ Անահիտը այս ամենն ասաց միանգամից, կարծես տարիներ շարունակ պահել էր այդ մտքերը։ Աշոտը ոտքի կանգնեց, գնաց դեպի պատուհանը, նայելով ներքի քաղաքին։ Մի քանի րոպե անց նա ռական արտահայտությամբ շրջվեց դեպի Անահիտը։ Անահիտ, ես ուզում եմ ձեզ նոր պաշտոն առաջարկել այս ընկերությունում։ Ես ուզում եմ, որ դուք լինեք մեր կազմակերպչական մշակույթի տնօրենը։ Հաջորդած լռությունը լիակատար էր։ Անահիտը նայեց Աշոտին, կարծես նա այլ լեզվով խոսեր։ Պարոն Սարգսյան, կարծում եմ, ես ճիշտ չհասկացա։ Դուք տնօրենի մասին եք խոսում։ Ես մաքրուհի եմ, ես նույնիսկ միջնակարգ դպրոցը չեմ ավարտել։ Անահիտ, Աշոտը վերադարձավ իր աթոռին, այս վերջին տասնամյակների ընթացքում ես վարձել եմ Հարվարդի մագիստրոսի կոչումով ղեկավարների, անթերի ռեզյումեներով միջազգային խորհրդատուների, ամբողջ աշխարհի սերտիֆիկատներով մասնագետների։ Եվ գիտեք ինչ եմ բացահայտել։ Թուղթը ամեն ինչ ընդունում է։ Ինչը չի ընդունում, դա բնավորությունն է, ազնվությունը, ճիշտ բան անելու ունակությունը, նույնիսկ երբ դա դժվար է։ Եվ դուք ունեք այդ ամենը։ Արմենը սկզբում զարմացած առաջարկից սկսեց հասկանալ դրա հետում թաքնված հանճարեղությունը։ Աշոտը ճիշտ է, Անահիտ։ Այն, ինչ դուք ցուցադրեցիք անցած շաբաթ, համալսարանում չեն սովորեցնում։ Դա գալիս է ներսից, այն արժեքներից, որոնք դուք կրում եք։ Անահիտը դեռ շոկի մեջ էր։ Բայց, պարոն Սարգսյան, ես ոչինչ չգիտեմ կառավարումից, օրենքներից, համակարգչից։ Ինչպես եմ ես ինչ-որ բանի տնօրեն լինելու։ Աշոտը ժպտաց։ Անահիտ, դուք կսովորեք այն, ինչ պետք է սովորեք։ Մենք կապահովենք բոլոր անհրաժեշտ դասընթացները, ձեզ աջակցող թիմ կունենանք։ Բայց գլխավորը դուք արդեն ունեք, սխալը տեսնելու ունակությունը, դրա դեմ ինչ-որ բան անելու քաջությունը։ Աշոտի առաջարկը ոչ միայն Անահիտի հավատարմության պարգատրում էր, այլ լավ մտածված գործարար ռազմավարություն։ Նա հասկացավ, որ ընկերությանը անհրաժեշտ է իր կազմակերպչական մշակույթի խորը վերափոխում, ով կարող էր ավելի լավ ղեկավարել այդ վերափոխումը, քան մեկը, ով ճանաչում էր ընկերությունը հիմքից, ով ուներ բոլոր մակարդակների աշխատակիցների վստահությունը, ով ցուցաբերել էր անառարկելի ազնվություն։ Իսկ կոնկրետ ինչ պետք է անեի որպես կազմակերպչական մշակույթի տնօրեն, հարցրեց Անահիտը, նրա ձայնը դեռ տատանվում էր։ Աշոտը առաջ թեքվեց, ոգորված հնարավորությունից։
Դուք կստեղծեիք ուղիներ, որպեսզի աշխատակիցները կարողանան հայտնել անօրինականությունների մասին առանց վրեժխնդրության վախի։ Կմշակեիք գործարար էթիկայի վերապատրաստման ծրագրեր։ Կհաստատեիք քաղաքականություններ երաշխավորելու, որ բոլորին հարգանքով վերաբերվեն, անկախ զբաղեցրած պաշտոնից։ Կարճ ասած, դուք կերաշխավորեիք, որ Սարգսյան-Շինը լինի մի ընկերություն, որտեղ ճիշտ բան անելը միշտ ամենահեշտ ընտրությունն է։ Արմենը լրացրեց. Անահիտ, ձեր փորձը այս բոլոր տարիների ընթացքում, ճանաչելով յուրաքանչյուր բաժին, յուրաքանչյուր աշխատակցի, յուրաքանչյուր գործընթաց, դա մի գիտելիք է, որը ոչ մի արտաքին խորհրդատու չէր կարող ունենալ։ Դուք այս ընկերությունը ճանաչում եք ներսից դրսից։ Անահիտը երկար րոպեներ լուռ մնաց, մտածելով առաջարկի մասին։ Վերջապես, նա խոսեց. Պարոն Սարգսյան, ես համաձայն եմ, բայց մի պայմանով։ Աշոտը հետաքրքրությամբ բարձրացրեց հոնքերը։ Ես համաձայն եմ, բայց ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես ամեն ինչ անելու եմ իմ ձով։ Եթե ես սխալ բան տեսնեմ, ես ասելու եմ, անկախ նրանից, թե ով է այդ մարդը։ Եթե դուք մի օր ինչ-որ բան անեք, որը ճիշտ չէ, ես քաջություն կունենամ ասելու նա ձեզ։ Աշոտը օրերի մեջ առաջին անգամ անկեղծորեն ծիծաղեց։ Անահիտ, հենց դրա համար եմ ես ձեզ ուզում այս պաշտոնում։ Ինձ պետք է մեկը, ով ինձ ուղիղ գծի վրա կպահի, ով չի վախենա ինձ հետ առերեսվելուց, երբ անհրաժեշտ է։ Անահիտի վերափոխումը մաքրուհուց տնօրենի ոչ միայն խորհրդանշական կլիներ, այլ կներկայացներ ընկերության փիլիսոփայության հիմնարար փոփոխություն։ Աշոտը խաղադրույք էր կատարում, որ իսկական արժեքներն ու անձնական ազնվությունն ավելի կարևոր են, քան դիպլոմներն ու սերտիֆիկատները, մի հեղափոխական տեսլական հայկական կորպորատիվ աշխարհում։ Այդ երեկոյան, երբ Անահիտը դուրս էր գալիս շենքից, գլուխը դեռ պտտվելով այն ամենից, ինչ տեղի էր ունեցել, նա կանգ առավ մուտքի մոտ, ողջունելու պարոն Հովսեփին, դռնապանին, որն այնտեղ 15 տարի աշխատում էր։ Պարոն Հովսեփ, պատկերացրեք, պարոն Սարգսյանն ինձ տնօրենի պաշտոն առաջարկեց։ Հովսեփը լայն ժպտաց։ Անահիտ, եթե այս ընկերությունում որը մեկն արժանի է դրան, դա դուք եք։ Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի մարդ եք դուք։ Դա ճշմարտություն էր։ Սարգսյան-Շինի միջանցքներում Անահիտին բոլորը ճանաչում հարգում էին։ Բոլոր մակարդակների աշխատակիցները նրան անունով ողջունում էին, անձնական խնդիրների վերաբերյալ խորհուրդներ հարցնում, պատմում իրենց ուրախություններն ու տխրությունները։ Նա, շատ առումներով, այդ ընկերության մարդկային սիրտն էր, այժմ հնարավորություն կունենար այդ դերը պաշտոնականացնելու։ Հաջորդ առավոտ Աշոտը պետք է դիմակայեր խորհրդին, իր որոշումը պաշտպանելու համար։ Գիտեր, որ դա դժվար պայքար կլինի, բայց նա վճռական էր ճգնաժամը հնարավորության վերածելու, սկանդալն օգտագործելու որպես կատալիզատոր, ստեղծելու իսկապես տարբերվող ընկերություն, որտեղ ազնվությունը ոչ թե պարզապես գեղեցիկ բառ է ընկերության առաքելության մեջ, այլ բոլորի կողմից կիր արվող ամենօրյա պրակտիկա։ Սարգսյան-Շինի խորհրդի նիստերի դահլիճը երբեք չէր ականատես եղել այնքան լարված նիստի, որքան այդ երեքշաբթի առավոտյան։ Մթնոլորտը, որ սովորաբար նախատեսված էր աճի ռազմավարությունների ֆինանսական վերլուծությունների քննարկումների համար, այժմ եռում էր կորպորատիվ կառավարման վիճահարույց որոշումների կայացման վերաբերյալ հարցերով։ Խորհրդի 7 անդամներն էլ ներկա էին, յուրաքանչյուրը ներկայացնելով ընկերության շահերի տարբեր ասպեկտներ, ներդրողներ, փոքր բաժնետերեր, անկախ փորձագետներ։ Աշոտը նիստին ժամանեց 10 րոպե շուտ, ինչպես միշտ, բայց այս անգամ իր հետ բերել էր փաստաթղթերի մի թղթապանակ, որոնք պետք է հիմնավորեին նրա տասնամյակների գործարար ղեկավարության ընթացքում ամենավիճահարույց որոշման պաշտպանությունը։ Նա հագել էր անթերի մուգ կապույտ կոստյում, բայց նրա աչքերը մատնում էին վերջին օրերի լարվածությունը։ Գիտեր, որ դիմադրության կհանդիպի, բայց վճռական էր այդ ճգնաժամը վերածել ընկերության համար նորացման հնարավորության, որը հիմնադրել էր իր հայրը ավելի քան 40 տարի առաջ։ Պար. Վոն Էդուարդ Սահակյանը, ինստիտուցիոնալ ներդրող խորհրդի ամենահին անդամը, նիստը բացեց պաշտոնական արարողակարգով, բայց նրա լուրջ արտահայտությունը ցույց էր տալիս, որ նիստը ամենին էլ սովորական չի լինելու։ Աշոտ, մենք բոլորս հետել ենք վերջին օրերի իրադարձություններին մամուլի ներքին հաշվետվությունների միջոցով։ Չեղյալ հայտարարված հարսանիքի սկանդալն արդեն ազդում է մեր բաժնետոմսերի, հեղինակության պայմանագրերի վրա։ Մեզ պատասխաններ են պետք, ամենակարևորը, շուկայի վստահությունը վերականգնելու ծրագիր։ Նիստի առաջին ժամը նվիրված էր ճգնաժամի տեխնիկական ասպեկտներին։
Աշոտը ներկայացրեց մանրամասն հաշվետվություններ Անահիտի կողմից բացահայտված սխեմայի մասին, բացատրելով, թե ինչպես էին Կարինեն Վարդանը մանրակրկիտ պատրաստել այն խարդախությունը, որը կարող էր ընկերությանը արժենալ ավելի քան 2.5 միլիարդ դրամ։ Պարոն Արմեն Դավթյանը լրացրեց իրավաբանական տեղեկություններով հետաքննության ընթացքի ներքին վերահսկողությունն ուժեղացնելու համար ձեռնարկված միջոցների մասին։ Տիկին Պատրիցիա Մելիքյանը, կորպորատիվ կառավարման փորձագետ խորհրդի միակ կին անդամը, տեխնիկական հարցեր տվեց աուդիտի վերահսկողության ընթացակարգերի վերաբերյալ, որոնք թույլ էին տվել, որ խարդախությունը պատրաստվի առանց ընկերության պաշտոնական համակարգերի կողմից հայտնաբերվելու։ Աշոտ, անհանգստացնող է, որ նման կառավարության փաստաթղթերը կարող էին պատրաստվել ստորագրվել առանց մեր վերահսկողության մեխանիզմների կողմից անօրինականությունների հայտնաբերման։ Սա վկայում է մեր գործընթացներում համակարգային թերությունների մասին։ Հենց այդ ժամանակ Աշոտը ներկայացրեց իր ռազմավարության կենտրոնական կետը։ Խորհրդի անդամներ, դուք բացարձակապես ճիշտ եք, մեր համակարգերում թերություններ բացահայտելով։ Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա։ Մեր էլեկտրոնային համակարգերը, մեր պաշտոնական վերահսկողությունները, մեր բյուրոկրատական ընթացակարգերը լիովին ձախողվեցին խարդախությունը հայտնաբերելու հարցում։ Սխեման բացահայտեց մաքրության աշխատակցուհին, իր մարդկային դիտողականության, ինտուիցիայի ամենակարևորը, իր անձնական ազնվության շնորհիվ։ Պարոն Ռոբերտ Ստեփանյանը, փոքր բաժնետերերի ներկայացուցիչը, հոնքերը բարձրացրեց։ Աշոտ, մենք հասկանում ենք այդ աշխատակցուհու դերի կարևորությունը խարդախության բացահայտման գործում, անշուշտ նա արժանի է համապատասխան ճանաչման պարգևատրման։ Բայց մենք դեռ չենք հասկանում, թե որն է ձեր կոնկրետ առաջարկը։ Աշոտը խորը շունչ քաշեց ներկայացրեց իր որոշումը։ Ես ուզում եմ նշանակել Անահիտ Հակոբյանին կազմակերպչական մշակույթի տնօրենի պաշտոնում, մի նոր պաշտոն, որը կստեղծեմ ընկերության կառուցվածքում։ Հաջորդած լռությունը գրեթե շոշափելի էր։ Խորհրդի անդամները իրար նայեցին, ոմանք զարմանքի արտահայտությամբ, ոմանք անկեղծ թերահավատությամբ։ Էդուարդն առաջինն արտահայտվեց։ Աշոտ, հարգելով տվյալ աշխատակցուհուն ընդունելով նրա բացառիկ ներդրումը, մենք պետք է կասկածի տակ դնենք այս որոշման նպատակահարմարությունը։ Խոսքը բաց բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնի մասին է, բարդ ֆիդուցիար կարգավորիչ պարտականություններով։ Որոնք են այդ անձի պաշտոնական որակավորումները նման պատասխանատվություն ստանձնելու համար։ Աշոտը կանխատեսել էր այս առարկությունը, պատրաստ էր պաշտպանել այն։ Էդուարդ, 23 տարվա ընթացքում Անահիտն աշխատել է այս շենքի բոլոր հարկերում, ճանաչում է բոլոր բաժինները, բոլոր գործընթացները, շփվել է բոլոր հիերարխիկ մակարդակների աշխատակիցների հետ։ Նա ունի մեր ընկերության մասին գործնական մարդկային գիտելիք, որը ոչ մի արտաքին խորհրդատու կամ նորանշանակ ղեկավար չէր կարող ունենալ։ Ավելի կարևոր է, որ նա ցուցաբերել է բացարձակ ազնվություն ծայրահեղ ճնշման պահին։ Պարոն Անտոն Կարապետյանը, մարդկային ռեսուրսների փորձագետը, գործնական հարցեր բարձրացրեց։ Աշոտ, նույնիսկ ընդունելով այդ որակները, ինչպես եք պատրաստվում շուկային հիմնավորել բարձրագույն կրթություն չունեցող անձի նշանակումը տնօրենի պաշտոնում։ Մերն է։ Լրագրողները, վերլուծաբանները, մասնագիտացված մամուլը խստորեն կքննադատեն այս որոշումը։ Սենյակում լարվածությունն աճեց, երբ տիկին Սեդա Կոստանդյանը ընկերության բաժնետոմսերի 15%-ը տնօրինող կենսաթոշակային հիմնադրամի ներկայացուցիչը ավելի ուղիղ մտահոգություններ հայտնեց։ Աշոտ, վախենում եմ, որ այս որոշումը կարող է մեկնաբանվել որպես վերջին իրադարձությունների նկատմամբ զգացմունքային արձագանք։ Թե մենք հասկանում ենք ձեր երախտագիտությունը աշխատակցուհու նկատմամբ, մեր մասշտաբի ընկերությունը չի կարող ռազմավարական որոշումներ կայացնել անձնական զգացմունքների հիման վրա։ Աշոտը աճով զայրույթ զգաց, բայց պահպանեց մասնագիտական հանգստությունը։ Սեդա, կարող եմ վստահեցնել, որ սա զգացմունքային որոշում չէ։ Սա ռազմավարական որոշում է, հիմնված ռացիոնալ վերլուծության վրա, թե ինչի կարիք ունի մեր ընկերությունը նման իրավիճակների կրկնությունը կանխելու համար։ Անահիտը խարդախությունը պատահաբար չի բացահայտել։ Նա այն բացահայտել է, որովհետև ունի մի բան, որը մեր համակարգերը չունեն, ամուր արժեքներ, ուշադրություն մա։ Հրթկային մանրամասների նկատմամբ անհրաժեշտության դեպքում գործելու քաջություն։ Արմենը, նկատելով, որ Աշոտն աջակցության կարիք ունի, որոշեց միջամտել։ Խորհրդի անդամներ, կցանկանայի ավելացնել իրավաբանական տեսանկյուն։ Համապատասխանության կորպորատիվ կառավարման մասին նոր կանոնակարգերը պահանջում են, որ ընկերությունները ներդնեն կազմակերպչական մշակույթ, որը խթանում է բացահայտումներն ու թափանցիկությունը։
Անահիտը ցուցաբերել է հենց այնպիսի վարքագիծ, որը այդ կանոնակարգերը ձգտում են խրախուսել։ Պատրիցիան, որը քննարկման ընթացքում մտածկոտ էր մնացել, խորաթափանց դիտարկում արեց։ Աշոտ, ձեր առաջարկը հետաքրքիր է հայեցակարգային տեսանկյունից, բայց ինչպես եք նախատեսում կառուցել այս նոր պաշտոնի պարտականությունները, որոնք կլինեն կազմակերպչական մշակույթի տնօրենի կոնկրետ լիազորությունները։ Աշոտը բացեց իր թղթապանակը, բաժանեց մի փաստաթուղթ, որը պատրաստել էր գիշերվա ընթացքում։ Պատրիցիա, ես մանրամասն առաջարկ եմ մշակել։ Կազմակերպչական մշակույթի տնօրենը պատասխանատու կլինի անանուն բացահայտումների ուղիների ներդր։ Ման գործարար էթիկայի վերապատրաստման ծրագրերի մշակման, արժանինքների գնահատման քաղաքականությունների ստեղծման, անկախ հիերարխիկ դիրքից, արձանագրությունների հաստատման համար, որոնք գերաշխավոր են, որ համապատասխան տեղեկատվությունը պատշաճ կերպով շրջանառվի ընկերության բոլոր մակարդակներում։ Էդուարդը ուշադրությամբ ուսումնասիրեց փաստաթուղթը։ Աշոտ, սրանք կարևոր պարտականություններ են, բայց ավանդաբար վերագրվում են մարդկային ռեսուրսների համապատասխանության բաժիններին։ Ինչու ստեղծել նոր տնօրինություն հատուկ դրա համար։ Աշոտը կանխատեսել էր նա այս հարցը։ Էդուարդ, մեր ավանդական բաժինները ձախողվեցին խարդախությունը հայտնաբերելու կանխելու հարցում։ Մեզ անհրաժեշտ է այլ մոտեցում, մեկը, ով վստահություն ունի բոլոր մակարդակների աշխատակիցների մոտ, ով կապված չէ գոյություն ունեցող իշխանական կառույցների հետ։ Քննարկումը տևեց ավելի քան 2 ժամ, խորհրդի յուրաքանչյուր անդամ ներկայացնում էր առարկություններ, իսկ Աշոտը համակարգված պատասխանում էր։ Ռոբերտը հարցեր բարձրացրեց իրավական նախադեպերի մասին։ Սեդան պնդե. Հեղինակության ռիսկերի վրա։ Անտոնը կասկածի տակ դրեց անցման գործնական ասպեկտները։ Բայց աստիճանաբար որոշ անդամներ սկսեցին հասկանալ Աշոտի առաջարկի տրամաբանությունը։ Պատրիցիան առաջինը ցույց տվեց տեսակետի փոփոխություն։ Աշոտ, խոստովանում եմ, որ սկզբում թերահավատ էի, բայց ձեր փաստարկները տրամաբանական են։ Եթե մենք իսկապես ուզում ենք վերափոխել մեր կազմակերպչական մշակույթը, գուցե մեզ պետք է մեկը, ով գալիս է ավանդական հիերարխիկ կառույցներից դուրս։ Մեկը, ում աշխատակիցները կտեսնեն որպես անկեղծ, ոչ թե որպես տնօրինության հերթական պարտադրանք։ Արմենն օգտվեց առիթից, ամրապնդելու իրավաբանական փաստարկը։ Տիկին Պատրիցիան ճիշտ է։ Իրավական տեսանկյունից Անահիտի վստահելիությամբ պատմությամբ մեկի ղեկավարությամբ մեր համապատասխանության ջանքերը կարող են կարևոր առավելություն լինել, եթե ապագայում կարգավորող մարմինների ստուգման ենթարկվենք։ Հենց այդ ժամանակ Աշոտն օգտագործեց իր ամենահամոզիչ փաստարկը։ Խորհրդի անդամներ, վերջին 10 տարիների ընթացքում մենք միլիոններ ենք ներդրել վերահսկողության համակարգերում, արտաքին աուդիտներում, կորպորատիվ կառավարման մասնագիտացված խորհրդատվություններում։ Այդ ամենից ոչինչ չհայտնաբերեց մի խարդախություն, որը պատրաստվում էր հենց մեր քթի տակ։ Մի մաքրուհի, օգտագործելով միայն իր դիտողականությունն ու խիղճը, փրկեց մեր ընկերությունը 2.5 միլիարդ դրամի վնասից։ Սա չպետք է մեզ ստիպի կասկածի տակ դնել մեր ավանդական մեթոդները։ Փաստարկը տեսանելի ազդեցություն ունեցավ։ Էդուարդը, որն ամենադիմադրողն էր, երկար րոպեներ լուռ մնաց, նախքան խոսելը։ Աշոտ, ձեր միտքը վավեր է։ Բայց նույնիսկ ընդունելով ձեր առաջարկի տրամաբանությունը, ինչպես ենք երաշխավորում, որ նա ունի պաշտոնը պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական հմտությունները։ Աշոտը պատրաստ էր նա այս հարցին։ Էդուարդ, մենք կիրականացնենք ինտենսիվ վերապատրաստման ծրագիր։ Անահիտին կաջակցի մարդկային ռեսուրսների համապատասխանության կազմակերպչական կառավարման մասնագետների թիմը։ Բացի այդ, նա կանցնի կառավարման մարդկանց կառավարման լրացուցիչ դասընթացներ։ Տեխնիկական գիտելիքները կարելի է ձեռք բերել, բայց ազնվությունն ու վստահելիությունը չեն սովորեցնում։ Սեդան դեռ վերապահումներ ուներ։ Աշոտ, նույնիսկ պատշաճ վերապատրաստմամբ, չեք կարծում, որ ավելի խելամիտ կլիներ սկսել ավելի ցածր պատասխանատվության պաշտոնից։ Օրինակ, կազմակերպչական մշակույթի համակարգող կամ մենեջեր։ Աշոտը վճռականորեն գլուխը թափահարեց։ Սեդա, եթե ուզում ենք, որ այս փոփոխությունը լուրջ ընդունվի, այն պետք է ունենա համապատասխան կարգավիճակ։ Աշխատակիցները պետք է տեսնեն, որ մենք իսկապես գնահատում ենք այն վարքագիծը, որը ցուցաբերել է Անահիտը։ Քննարկումն ավելի գործնական փուլ մտավ, երբ Անտոնը հարցրեց մյուս աշխատակիցների արձագանքի մասին։
Աշոտ, ինչպես եք ակնկալում, որ մենեջերներն ու համակարգողները կարձագանքեն, տեսնելով մաքրուհու առաջխաղացումը տնօրենի պաշտոնում։ Դժգոհության կամ արժանինքների գնահատման վերաբերյալ հարցերի ռիսկ չկա։ Աշոտը նիստի ընթացքում առաջին անգամ ժպտաց։ Անտոն վերջին օրերին տարբեր մակարդակների աշխատակիցների հետ խոսելով մի հետաքրքիր բան բացահայտեցի։ Անահիտին հարգում հիանում են բոլոր բաժինների մարդիկ։ Քարտուղարուհիներ, վարչական օգնականներ, վերլուծաբաններ, մենեջերներ, բոլորը նրա մասին խոսում են ջերմությամբ հարգանքով։ Նա անկեղծ հարաբերություններ է կառուցել, հիմնված բնավորության, ոչ թե հիերարխիկ դիրքի վրա։ Արմենը լրացրեց կոնկրետ տվյալներով։ 3 ոչ պաշտոնական հարցում են անցկացրել տարբեր ոլորտների 50 աշխատակիցների շրջանում։ 92%-ը Անահիտին ճանաչում է անունով, 86%-ն անձամբ շփվել է նրա հետ, 78%-ը դրական կարծիք է հայտնել նրա բնավորության նվիրվածության մասին։ Այս թվերի բացահայտումը ազդեցություն ունեցավ խորհրդի վրա։ Պատրիցիան մեկնաբանեց. Ճանաչման այս ցուցանիշները տպավորիչ են։ Մեր տնօրեններից շատերը չէին ունենա աշխատակիցների շրջանում ճանաչման հավանության այդքան արտահայտիչ թվեր։ Գրեթե 4 ժամ տաց բանավեճից հետո Էդուարդը ընդմիջում խնդրեց խորհրդի անդամների միջ մասնավոր քննարկման համար։ Աշոտն ու Արմենը դուրս եկան սենյակից, 20 րոպե սպասեցին միջանցքում, մինչ խորհրդի անդամները քննարկում էին առաջարկը առանց տնօրինության ներկայության։ Երբ նրանց հետ կանչեցին, Էդուարդը հայտարարեց որոշումը։ Աշոտ, լայն քննարկումից հետո, խորհուրդը մեծամասնությամբ հավանություն է տալիս ձեր առաջարկին, որոշ պայմաններով։ Առաջին, Անահիտը պետք է անցնի խիստ վերապատրաստման ծրագիր, նախքան պաշտոնի պարտականություններն ամբողջությամբ ստանձնելը։ Երկրորդ, նա կգնահատվի երամսյակային կտրվածքով առաջին տարվա ընթացքում, քաղաքականությունների ծրագրերի իրականացման հետ կապված կոնկրետ նպատակներով։ Երրորդ, պաշտոնը կունենա ժամանակավոր կարգավիճակ առաջին 12 ամիսների ընթացքում, վերջնական դառնալով միայն գործունեության բավարար գնահատումից հետո։ Աշոտն անմիջապես համաձայնեց բոլոր պայմաններին։ Գիտեր, որ կարևոր հաղթանակ է տարել ոչ միայն Անահիտի, այլ ընկերության ապագայի համար։ Որոշումը ներկայացնում էր ավելին, քան անհատական առաջխաղացում։ Այն խորհրդանշում էր Սարգսյան-Շին-ի կազմակերպչական փիլիսոփայության հիմնարար փոփոխություն։ Պատրիցիան պնդեց ավելացնել. Աշոտ, մենք ուզում ենք պարզաբանել, որ մեր հավանությունը հիմնված է ձեր ղեկավարության նկատմամբ վստահության ձեր փաստարկների տրամաբանության վրա։ Հուսով ենք, որ այս որոշումն իսկապես կնպաստի մեր կազմակերպչական մշակույթի կորպորատիվ կառավարման ամրապնդմանը։ Նիստից հետո, մինչ խորհրդի անդամները ցրվում էին, Արմենը մեկնաբանեց Աշոտին. Դու հասար քո ուզածին, բայց հազիվ։ Էդուարդն ու Սեդան դեմ քվեարկեցին, Պատրիցիան ու Ռոբերտը՝ կողմ, իսկ մյուս 3-ը մինչ վերջին պահը տատանվում էին։ Աշոտը թեթացած հոգոց հանեց. Կարևորն այն է, որ հասանք մեր ուզածին, Արմեն։ Հիմա սկսվում է իսկական աշխատանքը։ Մենք պետք է ցույց տանք, որ ճիշտ որոշում ենք կայացրել։ Նույն օրվա երկրորդ կեսին Աշոտը կրկին իր սենյակ կանչեց Անահիտին, հայտնելու խորհրդի հավանության մասին քննարկելու հաջորդ քայլերը։ Անահիտ, խորհուրդը հավանություն տվեց ձեր նշանակմանը կազմակերպչական մշակույթի տնօրենի պաշտոնում, հայտարարեց նա ժպիտով։ Բայց կլինեն որոշ պայմաններ, որոնք մենք պետք է կատարենք։ Անահիտը, որը դեռ հարմարվում էր մաքրուհի չլինելու մտքին, ուշադիր լսեց վերապատրաստումների, գնահատումների նպատակների մասին բացատրությունները։ Պարոն Սարգսյան, դուք վստահ եք, որ ես կկարողանամ այս ամենն անել, հարցրեց նա, նրա ձայնը ցույց էր տալիս ոգորության անհանգստության խառնուրդ։ Անահիտ, եթե ես վստահ չլինեի, չէի դիմակայի խորհրդին, ձեր նշանակումը պաշտպանելու համար։ Դուք կունենաք բոլոր անհրաժեշտ աջակցությունը, բայց ամենակարևորը դուք արդեն ունեք աշխատակիցների վստահությունը ճիշտ բան անելու վճռականությունը։ Անահիտի առաջին օրերը որպես նշանակված տնօրեն ինտենսիվ դժվար էին։ Նրան ներկայացրին մարդկային ռեսուրսների համապատասխանության ոլորտի մասնագետ օգնականների մի թիմ, որոնք կօգնեին նրան անցման փուլում։ Պարոն Կարլեն Մելքոնյանը, կազմակերպչական կառավարման փորձագետ, որը հատուկ վարձվել էր նրան աջակցելու համար, տպավորված էր նրա տեղեկատվություն յուրացնելու ունակությամբ ընկերության խնդիրների վերաբերյալ յուրահատուկ տեսակետով։ Տիկին Անահիտ, մեկնաբանեց պարոն Կարլենը պլանավորման նիստից հետո, ձեր տեսլականը ներքին հաղորդակցության խնդիրների վերաբերյալ ավելի ճշգրիտ է, քան շատ կազմակերպչական ախտորոշումներ, որոնք 100 հազարավոր դրամներ արժեն։
Անահիտը ամաչկոտ ժպտաց. Պարոն Կառլեն, ես պարզապես ասում եմ այն, ինչ տեսնում եմ այստեղ աշխատելու 23 տարիների ընթացքում։ Բայց ամեն ինչ հարթ չէր։ Որոշ մենեջերներ համակարգողներ, հատկապես նրանք, ովքեր բարձ լագույն կրթություն տարիների կորպորատիվ փորձ ունեին, նուրբ դիմադրություն ցուցաբերեցին նոր կառուցվածքի նկատմամբ։ Միջանցքներում մեկնաբանությունները կասկածի տակ էին դնում Աշոտի որոշումը, ենթադրելով, որ դա պոպուլիստական քայլ է կամ հարսանիքի սկանդալի նկատմամբ զգացմունքային արձագանք։ Անահիտը նկատեց դիմադրությունը, բայց որոշեց դիմակայել դրան իր բնորոշ ռազմավարությամբ, նվիրված աշխատանք կոնկրետ արդյունքներ։ Նա սկսեց իրականացնել փոքր փոփոխություններ, որոնք անմիջապես ազդեցություն ունեցան։ Ստեղծեց անանուն առաջարկությունների արկղ յուրաքանչյուր հարկում, սահմանեց շաբաթական ժամեր, ընդունելու այն աշխատակիցներին, ովքեր ցանկանում էին խոսել աշխատանքային միջավայրի խնդիրների մասին, կազմակերպեց ամսական հանդիպումներ բոլոր բաժինների ներկայացուցիչների հետ։ Արկղում առաջին առաջարկությունները բացահայտեցին խնդիրներ, որոնց մասին տնօրինությունն ընդհանրապես չգիտեր, վերահսկիչների ենթակաների միջ կոնֆլիկտներ, բարոյական ոտնձգությունների դեպքեր, որոնք թաքցվում էին նյութերի վատնում, ոլորտների միջ հաղորդակցության բացակայության պատճառով, արժեքավոր գաղափարներով աշխատակիցներ, որոնք երբեք իրենց արտահայտելու հնարավորություն չէին գտել։ Գորգը, նրա թոռը, հիացմունքով հպարտությամբ հետում էր տատիկի վերափոխմանը։ Ընտանեկան զրույցների ժամանակ նա մեկնաբանում էր. Տատիկ, դուք միշտ էլ առանձնահատուկ էիք, բայց հիմա բոլորը տեսնում են դա։ Իմ համակուրսեցիները տպավորված էին, երբ իմացան, որ տատիկս մեծ ընկերության տնօրեն է դարձել։ Անահիտի անցկացրած առաջին բաժանմունքային հանդիպումներից մեկում նա բոլորին զարմացրեց իր ուղիղ գործնական մոտեցմամբ։ Ընկերներ, ես գիտեմ, որ ձեզանից շատերը մտածում են, թե ինչ պետք է մի մաքրուհի ձեզ սովորեցնի կառավարման մասին։ Ես ձեզ կառավարում չեմ սովորեցնելու, որովհետև դուք դա ինձանից լավ գիտեք։ Բայց ես ձեզ կսովորեցնեմ մի բան, որը սովորել եմ այս բոլոր տարիների ընթացքում, ինչպես ստիպել մարդկանց զգալ գնահատված հարգված, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից։ Սենյակը, սկզբում թերահավատ, աստիճանաբար ներգրավվեց նրա ներկայացման մեջ։ Անահիտը պատմեց կոնկրետ պատմություններ, աշխատակիցներ, որոնք հեռանում էին ընկերությունից, քանի որ իրենց անտեսված էին զգում իրենց վերահսկիչների կողմից, խնդիրներ, որոնք կարող էին արագ լուծվել, եթե ոլորտների միջ ավելի լավ հաղորդակցություն լիներ, կորցրած հնարավորություններ, քանի որ ցածր հիերարխիկ մակարդակն է։ Լի աշխատակիցների արժեքավոր առաջարկները երբեք չէին հասնում տնօրինությանը։ Պարոն Ֆերդինանդ Հովհաննիսյանը, 15 տարվա փորձով նախագծերի մենեջեր, հանդիպումից հետո մեկնաբանեց. Պետք է խոստովանեմ, որ թերահավատ էի, բայց տիկին Անահիտն ունի մի տեսակետ, որը մենք, մեր վարչական առօրյայում խրված, կորցրել ենք։ Նա ընկերությունը տեսնում է որպես մարդկային օրգանիզմ, ոչ թե պարզապես բյուրոկրատական կառույց։ Աստիճանաբար սկզբնական դիմադրությունը սկսեց տեղի տալ հարգանքի, որոշ դեպքերում՝ հիացմունքի։ Բոլոր մակարդակների աշխատակիցները սկսեցին դիմել Անահիտին, քննարկումների համար, որոնք դուրս էին գալիս մասնագիտական հարցերից։ Նա դարձավ ոչ պաշտոնական խորհրդատու մեկը, ում մարդիկ վստահում էին լսելու իրենց խնդիրները առաջարկելու հավասարակշռված տեսակետներ։ Վերափոխումը չանցավ աննկատ մասնագիտացված մամուլի կողմից։ Գործարար ամսագրերը սկսեցին լուրեր հաղորդել Սարգսյան Շինդ-ի սոցիալական փորձի մասին, ոմանք թերահավատությամբ, մյուսները անկեղծ հետաքրքրությամբ այն արդյունքների նկատմամբ, որոնք այս ոչ սովորական մոտեցումը կարող էր առաջացնել։ Հոդվածները հարց էին բարձրացնում, թե արդյոք Աշոտի որոշումը տեսլականային էր, թե անպատասխանատու, բայց բոլորը համաձայն էին, որ դա ներկայացնում է Հայաստան նույն գործարար կառավարման ավանդական չափանիշներից զգալի շեղում։ Շուկայի վերլուծաբանները ուշադիր հետում էին ընկերության ցուցանիշներին, սպասելով նշանների, թե ինչպես այս մշակութային փոփոխությունը կազդի ֆինանսական գործառնական արդյունքների վրա։ Նշանակումից 3 ամիս անց Անահիտը խորհրդին ներկայացրեց իր առաջին եռամսյակային հաշվետվությունը։ Թվերը տպավորիչ էին՝ 30%-ով նվազում աշխատանքային բողոքների, 25%-ով աճ գործառնական բարելավումների առաջարկների, աշխատակիցների հոսունության զգալի նվազում։ Ավելի կարևոր է, որ կազմակերպչական մթնոլորտի ուսումնասիրությունը ցույց տվեց աշխատակիցների գոհունակության ներգրավվածության ցուցանիշների էական բարելավում։ Էդուարդը, որը նշանակման նկատմամբ ամենաթերահավատներից մեկն էր, հանդիպման ընթացքում ընդունեց. Անահիտ, պետք է խոստովանեմ, որ ձեր նախնական արդյունքները քաջալերող են։ Դուք ցույց եք տալիս, որ մեր խաղադրույքը կարող էր ճիշտ լինել։
Անահիտը համեստորեն շնորհակալություն հայտնեց, բայց պնդեց արդյունքները վերագրել ամբողջ թիմի համագործակցությանը տնօրինության աջակցությանը։ Անահիտի նախնական հաջողությունն ամրապնդեց Աշոտի դիրքերը խորհրդում շուկայի առջ։ Ընկերությունը սկսեց դիտվել ոչ միայն որպես հաջողակ շինարարական ընկերություն, այլ որպես կազմակերպչական կառավարման նորարարական մոդել։ Կառավարման համալսարանները սկսեցին դեպքի ուսումնասիրություններ պահանջել փորձի վերաբերյալ, այլ ընկերություններ հետաքրքրություն հայտնեցին Անահիտի կողմից իրականացված պրակտիկաներին ծանոթանալու հարցում։ Բայց իսկական փորձությունը դեռ առջում էր։ Կարինեի Վարդանի անցյալը դեռ ամբողջությամբ բացահայտված չէր, նոր բացահայտումներ էին սպասվում, որոնք կրկին կփորձարկեին այն էթիկական կառուցվածքը, որը Անահիտը կառուցում էր Սարգսյան շինի ներսում։ 6 ամիս էր անցել չեղյալ հայտարարված հարսանիքի սկանդալից, Սարգսյան շին.ը ոչ միայն վերականգնվել էր ճգնաժամից, այլ ապրում էր աննախադեպ աճի ճանաչման շրջան։ Ընկերության բաժնետոմսերն արժորվել էին 20%-ով, գերազանցելով նախաճգնաժամային մակարդակները, կարևոր պայմանագրեր էին կնքվում այն հաճախորդների հետ, ովքեր փնտրում էին գործընկերներ, գործարար էթիկայի ոլորտում ամուր հեղինակությամբ։ Անահիտը, այժմ լիովին հարմարված իր կազմակերպչական մշակույթի տնօրենի դերին, վերափոխել էր ոչ միայն ընկերության ներքին գործընթացները, այլ այն ընկալումը, որը շուկան ուներ Սարգսյան շինի մասին։ Նրա մասնակցային համապատասխանության ծրագիրը դարձել էր ազգային չափանիշ, ուսումնասիրվում էր համալսարանների կողմից, կրկնօրինակվում ոլորտի այլ ընկերությունների կողմից։ Մի առոտ հինգշաբթի առավոտյան Աշոտն իր գրասենյակում վերանայում էր գործունեության հաշվետվությունները, երբ նրա քարտուղարուհի Մարինեն անհանգիստ արտահայտությամբ թակեց դուռը։ «Պարոն Սարգսյան, առաջին գծի վրա շատ կարևոր զանգ կա»։ Տիկին Կարինենը։ Հաջորդած լռությունը լի էր լարվածությամբ։ Աշոտը չէր լսել իր նախկին հարսնացուի մասին։ 9 օրվանից, երբ նրան տարել էր ԱԱՑ-ն։ Նա ասաց, ինչի մասին է խոսքը, հարցրեց Աշոտը, նրա ձայնը ցույց էր տալիս այն անհարմարությունը, որը այդ անունը դեռ առաջացնում էր նրա մոտ։ Մարինեն տատանվեց։ Նա ասաց, որ կարևոր առաջարկ ունի, ինչ-որ բան այս ամբողջ գործը մեկընդմիշտ փակելու մասին։ Աշոտը մի քանի պահ լուռ մնաց, հետո խնդրեց փոխանցել զանգը։ Կարինեի ձայնը հեռախոսով այլ կերպ էր հնչում, ավելի քիչ վստահ, ավելի հաշվարկող, քան նա հիշում էր։ Աշոտ, գիտեմ, որ այս զանգը պետք է անակնկալ լինի, բայց ես պետք է քեզ հետ անձամբ խոսեմ։ Ես մի առաջարկ ունեմ, որը կարող է հետաքրքրել քեզ քո ընկերությանը։ Աշոտը սառը պատասխանեց. Կարինե, մենք խոսելու ոչինչ չունենք։ Դու դատվում ես խարդախության համար, մեր իրավաբանները զբաղվում են դրանով համապատասխան ուղիներով։ Աշոտ, խնդրում եմ, լսիր ինձ։ Ես կարող եմ անել այնպես, որ դու հետ վերցնես բոլոր մեղադրանքներն իմ դեմ։ Փոխարենը, ես հրապարակում եմ մի հայտարարություն, խոստովանելով, որ ինձ մանիպուլյացիայի է ենթարկել Վարդանը, որը գործում էր միայնակ։ Սա կփրկի քո ընկերությանը երկար անհարմար դատավարությունից, որը այս սկանդալը ամիսներով կպահի մամուլում, ասաց Կարինեն, նրա ձայնը կրում էր նույն համոզչականությունը, որը մի ժամանակ գերել էր Աշոտին։ Առաջարկը գայթակղիչ էր գործնական տեսանկյունից։ Հանրային դատավարությունն իսկապես գործը կպահեր ուշադրության կենտրոնում, կարող էր նոր շահարկումներ առաջացնել մամուլում, հնարավոր է, ազդեր ընկերության իմիջի վրա, որը վերականգնելու համար այդքան ջանք էր ներդրվել։ Բայց Աշոտը շատ էր փոխվել վերջին ամիսներին։ Անահիտի հետ փորձը նրան սովորեցրել էր ազնվությունը գնահատել հարմարավետությունից վեր։ Կարինե, ես կմտածեմ քո առաջարկի մասին 40 նոթ ժամվա ընթացքում պատասխան կտամ, ասաց նա, ավարտելով զանգը։ Բայց Աշոտն արդեն գիտեր, թե որն է լինելու իր որոշումը։ Ավելի կարևոր է, նա գիտեր, թե ում հետ է ուզում քննարկել այս հարցը, նախքան վերջնական պատասխան տալը։ Մեկ ժամ անց Անահիտը նստած էր գործադիր խորհրդակցությունների սենյակում, լսելով Աշոտի պատմությունը Կարինեի հետ խոսակցության մասին։ Նա ուշադիր լսում էր, կոնկրետ հարցեր տալիս, գրառումներ անում մի տետրում, որը միշտ իր հետ էր կրում։ Երբ Աշոտն ավարտեց առաջարկը բացատրելը, նա ուղիղ նայեց նրան։ Անահիտ, ես ձեզ այստեղ եմ բերել, որովհետև վստահում եմ ձեր էթիկական դատողությանը։ Գործնական տեսանկյունից Կարինեի առաջարկն ընդունելը գուցե ամենախելամիտ որոշումն է ընկերության համար։ Կխուսափեինք մամուլում երկարատ լուսաբանումից, գործը արագ կփակվեր, թույլ կտար մեզ լիովին կենտրոնանալ ապագայի վրա։ Ինչ եք դուք մտածում այս մասին։ Անահիտը մի քանի րոպե լուռ մնաց, ակնհայտորեն մտածելով իրավիճակի բարդության մասին։
Վերջապես, նա խոսեց այն համոզմունքով, որը Աշոտը սովորել էր հարգել հիանալ. «Պարոն Սարգսյան, դուք ինձ հարցրիք, թե ինչ եմ ես մտածում, ուստի ես ճշմարտությունը կասեմ։ Ճշմարտությունը մի բան չէ, որի շուրջ մենք բանակցում ենք, կախված նրանից, թե որն է ավելի հարմար։ Եթե տիկին Կարինեն արել է այն, ինչ արել է, նա պետք է պատասխան տա դրա համար, անկախ նրանից, թե դա անհարմար է մեզ համար, թե ոչ»։ Նա դադար տվեց, խոսքերը զգուշորեն դասավորելով. «Պարոն Սարգսյան, եթե մենք ընդունենք այս առաջարկը, ինչ ուղերձ ենք մենք հղում բոլոր այն աշխատակիցներին, ովքեր տեսել են, թե ինչպես ենք մենք ստեղծում այս էթիկայի ծրագիրը։ Ինչ ուղերձ ենք մենք հղում այլ մարդկանց, ովքեր կարող են մտածել նմանատիպ խարդախություններ իրականացնելու մասին։ Որ եթե հարմարավետ գործարք առաջարկեն, ամեն ինչ կարգին է»։ Աշոտը ժպտաց։ Դա հենց այն պատասխանն էր, որին նա սպասում էր, բայց պետք է լսեր այն Անահիտից, հաստատելու, որ ճիշտ որոշում է կայացնում ճիշտ պատճառներով։ «Անահիտ, դուք ճիշտ եք։ Ճշմարտությունն իսկապես բանակցելի չէ»։ Հաջորդ առավոտ նա զանգեց Կարինեին, կտրականապես մերժեց նրա առաջարկը։ Աշոտի մերժումն անսպասելի հետևանքներ ունեցավ։ Վարդանը, որը մինչ այդ լռություն էր պահպանում, հուսալով, որ Կարինեն կկարողանա գործարքի գալ, որը կշահի նրանց երկուսին էլ, զայրացավ, իմանալով, որ իր հանցակիցը ձախողվել է բանակցություններում։ Մի շրջադարձով, որը ոչ ոք չէր կանխատեսել, նա որոշեց լիովին համագործակցել ԱԱԾ-ի հետ, բացահայտելով մանրամասներ, որոնք ամբողջությամբ փոխեցին գործի մասշտաբը։ Գնդապետ Ռուբեն Խաչատրյանը, որը հետաքննում էր գործը, ուրբաթ երեկոյան զանգեց Աշոտին այնպիսի տեղեկություններով, որոնք նրան ապշեցրին. «Աշոտ, դու պետք է նստես, լսելու համար, թե ինչ է մեզ պատմել Վարդանը։ Քո դեմ խարդախությունը մեկուսացված դեպք չի եղել։ Կարինեն նա շատ ավելի մեծ սխեմայի մաս են կազմում, որն արդեն զոհ է դարձրել գործարարների առնվազն 5 տարբեր մարզերում։ Վարդանի բացահայտումները տպավորիչ էին իրենց նրբությամբ, դաժանությամբ։ Սխեման միշտ նույն կերպ էր գործում։ Կարինեն մոտենում էր հաջողակ գործարարների, հաճախ 40-ից 60 տարեկան ամուսնալուծված կամ այրի տղամարդկանց, առաջարկելով ֆինանսական խորհրդատվության ծառայություններ։ Նրա ամուր ակադեմիական կրթությունը, անձնական նրբագեղությունը հեշտացնում էին մոտեցումը բարձր մակարդակի գործարար սոցիալական միջավայրերում։ Վարդանը, որը հաշվապահի կրթություն ուներ, մասնագիտացել էր միջազգային ֆինանսական կառավարման ոլորտում, ներկայանում էր որպես անկախ հաշվապահ, մասնագիտացած բարդ հարկային կառույցներում։ Նա միշտ կարողանում էր աշխատանքի ընդունվել թիրախների ընկերություններում, ձեռք բերելով գաղտնի տեղեկատվության ներքին վերահսկողության համակարգերի հասանելիություն։ Զգացմունքային նվաճման փուլը սովորաբար տում էր 18 ամսից մինչ 2 տարի։ Կարինեն անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում իր զոհերի բիզնեսի նկատմամբ, արժեքավոր առաջարկներ էր անում, մասնակցում սոցիալական միջոցառումներին, աստիճանաբար դառնում անփոխարինելի ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական առումով։ Երբ հարաբերություններն ամրապնդվում էին, առաջանում էր ամուսնության հեռանկար, սկսվում էր խարդախության վերջին փուլը։ Վարդանը պատրաստում էր կեղծ փաստաթղթեր, խարդախ լիազորագրեր, արտասահմանյան բանկային կառույցներ, որոնք թույլ կտային զգալի գումարներ փոխանցել ամուսնության պաշտոնականացումից անմիջապես հետո։ Փոխանցումները միշտ նախատեսված էին տեղի ունենալ հանգստյան օրերին կամ տոներին, երբ բանկային վերահսկողության համակարգերն աշխատում էին կրճատված անձնակազմով ավելի քիչ վերահսկողությամբ։ Աշոտ, ըստ Վարդանի, նրանք արդեն հաջողությամբ կիրառել են այս խարդախությունը առնվազն 6 գործարարի դեպքում, բացատրեց Ռուբենը։ Գողացված գումարները կազմում են ավելի քան 10 միլիարդ դրամ։ Որոշ դեպքեր նույնիսկ չեն հասել իշխանությունների ուշադրությանը, քանի որ զոհերը նախընտրել են մասնավոր համաձայնագրեր կնքել, հանրային լուսաբանումից խուսափելու համար։ Բայց կար մի ավելի ցնցող բացահայտում։ Կարինեի հայրը, ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Մկրտչյանը, ոչ միայն գիտեր դստեր հանցավոր գործունեության մասին, այլ ակտիվորեն մասնակցում էր սխեմային։ Նա օգտագործում էր իր քաղաքական ազդեցությունը, հանցագործությունները կոծկելու, ոստիկանական հետաքննություններին միջամտելու պաշտպանություն առաջարկելու համար, երբ որե գործ սպառնում էր հանրայնացվել։ Պատգամավոր Մկրտչյանը ստանում էր գողացված բոլոր գումարների 15%, շարունակեց Ռուբենը։ Փոխարենը, նա օգտագործում էր իր կապերը դատական համակարգում, ԱԱԾ-ում, դատախազությունում, երաշխավորելու, որ հետաքննությունները կարճվեն կամ պաշտպանվեն։ Մենք ապացույցներ ունենք, որ նա ուղղակիորեն միջամտել է առնվազն 3 նախորդ դեպքերի։ Բացահայտումների մասշտաբը տպավորեց Աշոտին։
Նա զոհ էր դարձել ոչ թե մեկուսացված խարդախության, այլ մի բարդ հանցավոր կազմակերպության, որը տարիներ շարունակ գործում էր բարձր մակարդակի քաղաքական պաշտպանության ներքո։ Անահիտի բացահայտումը փրկել էր ոչ միայն իր ընկերությունը, այլ հնարավոր է տասնյակ այլ ապագա զոհերի։ Հաջորդ շաբաթների ընթացքում հետաքննությունները սաստկացան։ ԱՑ-ն սկսեց թղթետնակ գործողությունը, ձերբակալելով Կարինեին Վարդանին պատգամավոր Մկրտչյանին համակարգված գործողությամբ, որն ազգային արձագանք ստացավ։ Առգրավված փաստաթղթերը բացահայտեցին օֆշորային գոտիներում բանկային հաշիվների, գողացված գումարներով ձեռք բերված գույքի հանցակցության ցանցի գոյությունը, որը ներառում էր այլ քաղաքական գործիչների, բանկային ղեկավարների, ֆինանսական օպերատորների։ Հենց այս համատեքստում Աշոտը կայացրեց մի որոշում, որը վերջնականապես կնշանավորեր նրա գործարար անձնական ժառանգությունը։ Գործի գործարար էթիկայի վերաբերյալ հանրային ընկալման վրա ունեցած ազդեցության մասին Անահիտի հետ զրույցի ընթացքում նա մի դիտարկում արեց, որը խորապես ոգեշնչեց նրան։ Պարոն Սարգսյան, ես մտածում եմ, թե քանի այլ ընկերություններ կարող են նմանատիպ իրավիճակներում լինել, աշխատակիցներով, որոնք գիտեն սխալ բաների մասին, բայց քաջություն չունեն կամ չգիտեն ինչպես բացահայտել։ Քանի Կարինեներ Վարդաններ կան այնտեղ, որոնք խարդախություններ են իրականացնում, որովհետև գիտեն, որ մարդիկ նախընտրում են թաքցնել, քան դիմակայել ճշմարտությանը։ Անահիտի խորհրդածությունը մի սերմ տնկեց Աշոտի մտքում։ Եթե նա կարողացել էր վերափոխել իր սեփական ընկերությունը ազնվության գնահատման էթիկական բացահայտումների համար արդյունավետ ուղիների ստեղծման միջոցով, ինչու՞ չընդլայնել այդ փորձը այլ կազմակերպությունների համար։ Անահիտ, ինչ կասեք, եթե մենք ստեղծենք մի հիմնադրամ նվիրված գործարար միջավայրում ազնվության խթանմանը։ Մենք կարող ենք առաջարկել վերապատրաստումներ, խորհրդատվություններ, համապատասխանության ծրագրեր այլ ընկերությունների համար, որոնք ցանկանում են զարգացնել ավելի էթիկական կազմակերպչական մշակույթներ, առաջարկեց Աշոտը։ Անահիտի աչքերը լուսավորվեցին գաղափարից։ Պարոն Սարգսյան, դա հրաշալի կլիներ։ Պատկերացրեք, թե քանի մարդու մենք կարող ենք օգնել, քանի ընկերություն մենք կարող ենք պաշտպանել նման խարդախություններից։ Նրանք հաջորդ շաբաթներն անցկացրին, զարգացնելով հայեցակարգը, սահմանելով նպատակները, կառուցելով այն, ինչը պետք է դառնար, կառուցելով արդարությունը հիմնադրամը։ Հիմնադրամը կլիներ ոչ արտարային կազմակերպություն, նվիրված հայկական գործարար միջավայրում թափանցիկության, էթիկայի ազնվության խթանմանը։ Այն կառաջարկեր վերապատրաստման ծրագրեր բոլոր մակարդակների աշխատակիցների համար, համապատասխանության կորպորատիվ կառավարման ոլորտում մասնագիտացված խորհրդատվություններ կստեղծեր գործարար անօրինականությունների բացահայտման ազգային ցանց։ Երբ Աշոտն Անահիտին առաջարկեց նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը, նա սկզբում տատանվեց։ Պարոն Սարգսյան, ես մինչ անցած շաբաթ նույնիսկ չգիտեի, թե ինչ է հիմնադրամը։ Ինչպես եմ ես նման կարևոր բանի նախագահ լինելու։ Աշոտը ժպտաց։ Անահիտ, դուք կսովորեք հիմնադրամների, կառավարման բոլոր անհրաժեշտ տեխնիկական ասպեկտների մասին։ Բայց գլխավորը դուք արդեն ունեք վստահելիություն, ազնվություն այլ մարդկանց ճիշտ բան անելու ոգեշնչելու ունակություն։ Անահիտն ընդունեց մարտահրավերը, բայց իր համեստությանն ու գործնական իմաստությանը բնորոշ մի պայմանով։ Ես համաձայն եմ, պարոն Սարգսյան, բայց ուզում եմ, որ հիմնադրամը ներկայացնի բոլոր էթիկական աշխատակիցներին, որոնք կան, ոչ թե միայն մեզ երկուսիս։ Ես ուզում եմ, որ ինձ նման այլ մարդիկ, ովքեր ազնվորեն աշխատում են, սխալ բաներ են տեսնում, իմանան, որ իրենք արժեք ունեն, որ իրենց ձայնը կարևոր է։ Կառուցելով արդարությունը հիմնադրամի ստեղծումը հայտարարվեց մամուլի ասուլիսում, որը ազգային արձագանք ստացավ։ Գործարարներ, ակադեմիկոսներ, մասնագիտացված լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ գովաբանեցին նախաձեռնությունը։ Հիմնադրամն արագորեն համագործակցության առաջարկներ ստացավ համալսարաններից, գործարար ասոցիացիաներից, կառավարական մարմիններից։ Գորգը, Անահիտի թոռը, որն այժմ կառավարման ֆակուլտետի վերջին կուրսում էր, աճող հիացմունքով հետում էր տատիկի վերափոխմանը։ Տատիկ, երբ ես փոքր էի, մտածում էի, որ դուք առանձնահատուկ եք, որովհետև միշտ ամեն ինչ ճիշտ էիք անում։ Հիմա ես հասկանում եմ, որ դուք միշտ էլ առաջնորդ եք եղել, պարզապես ոչ ոք հնարավորություն չէր տվել դա ցույց տալու, մեկնաբանեց նա ընտանեկան ճաշի ժամանակ։ Հիմնադրամի պաշտոնական բացումը նախատեսված էր տեղի ունենալ Կարինեի Վարդանի պատգամավոր Մկրտչյանի դատավարության նույն շաբաթում։ Միջոցառումն անցկացվեց Հայաստանի արդյունաբերողների գործարարների միության դահլիճում ավելի քան 500 հյուրերի, այդ թվում գործարարների, ղեկավարների, ակադեմիկոսների, մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ։
Անահիտը, որը ամիսներ շարունակ պատրաստել էր իր ելույթը հաղորդակցության խորհրդատուների օգնությամբ, բեմ բարձրացավ, հագած էլեգանտ մուգ կապույտ կոստյում, բայց պահպանելով այն պարզությունն ու իսպությունը, որոնք միշտ բնորոշ էին նրան։ Երբ սկսեց խոսել, նրա պարզ հաստատուն ձայնը արձագանքեց լուր դահլիճում։ Իմ անունն Անահիտ Հակոբյան է։ 1 տարի առաջ ես մաքրուհի էի։ Այսօր ես հիմնադրամի նախագահ եմ։ Բայց իմ մասին ամենակարևոր բանը չի փոխվել։ Ես շարունակում եմ մնալ մի մարդ, ով հավատում է, որ ճիշտ բան անելը միշտ ամենակարևոր ընտրությունն է, նույնիսկ երբ դա ամենադժվարն է։ Անահիտի ելույթը, որը տեց 20 րոպե, խորապես հուզեց հանդիսատեսին։ Նա պատմեց իր անձնական պատմությունը, Սյունիքից Երևան տեղափոխվելուց, ավելի լավ հնարավորություններ փնտրելու համար, մինչ Սարգսյան շինն նվիրված աշխատանքի տարիները, մինչ այն վճռորոշ պահը, երբ որոշեց ընդհատել իր տնօրենի հարսանիքը, խարդախությունը բացահայտելու համար։ Ես գիտեմ, որ այստեղ հանդիսատեսի մեջ շատ մարդիկ արդեն տեսել են սխալ բաներ իրենց աշխատանքում, իրենց ընկերություններում, իրենց կյանքում։ Ես գիտեմ, որովհետև ես էլ եմ տեսել երկար տարիներ նախքան քաջություն ունենալը ինչ-որ բան անելու։ Այն, ինչ ես սովորեցի, այն է, որ երբ մենք ինչ-որ սխալ բան ենք տեսնում, ոչինչ չենք անում, մենք դառնում ենք այդ սխալի հանցակիցը։ Նա դադար տվեց, ուղիղ նայելով հեռուստատեսության տեսախցիկին, որը ուղիղ եթերով հեռարձակում էր միջոցառումը։ Մեր հիմնադրամը գոյություն ունի, ասելու այս երկրում ազնվորեն աշխատող յուրաքանչյուր մարդու։ Ձեր ձայնը կարևոր է, ձեր բնավորությունն արժեք ունի, ճիշտ բան անելը երբեք չպետք է պատժվի։ Այն պետք է պարգևատրվի, պետք է տոնվի, պետք է պաշտպանվի։ Նրա ելույթի ավարտը առաջացրեց ավելի քան 5 րոպե տող ծափահարություններ։ Գործարարները ոտքի էին կանգնում, լրագրողները արագ գրառումներ էին անում, դահլիճում շատ մարդիկ արցունքներ էին սրբում աչքերից։ Գորգը առաջին շարքից դիտելով հպարտությունից լաց էր լինում, տեսնելով իր տատիկին, որը իր քաջության ազնվության պատմությամբ ոգեշնչում էր հարյուրավոր մարդկանց։ Անահիտի ելույթի տեսանյութը վիրուսային դարձավ սոցիալական ցանցերում, միլիոնավոր անգամներ տարածվեց, առաջացրեց հուզիչ մեկնաբանություններ ամբողջ Հայաստանից։ Տարբեր ընկերությունների աշխատակիցներ պատմում էին նմանատիպ անօրինականությունների դեպքերի մասին, որոնց ականատես էին եղել, շատերը ոգեշնչված Անահիտի օրինակով, վերջապես բացահայտելու խնդրահարույց իրավիճակները։ Հաջորդ շաբաթ Կարինեի Վարդանի պատգամավոր Մկրտչյանի դատավարությունն ավարտվեց օրինակելի դատավճիռներով։ Կարինեն դատապարտվեց 12 տարի։ Լվա ազատազրկման, որակյալ խարդախության, հանցավոր խմբավորում կազմելու փողերի լվացման համար։ Վարդանը ստացավ 10 տարի նույն հանցագործությունների համար, պատժի կրճատմամբ, արդարադատության հետ համագործակցության շնորհիվ։ Պատգամավոր Մկրտչյանը դատապարտվեց 15 տարվա, պասիվ կոռուպցիայի, փողերի լվացման արդարադատությանը խոչընդոտելու համար։ Դատավճիռների ազդեցությունը արձագանքեց ազգային քաղաքական գործարար դաշտում։ Այլ հետաքննություններ սկսվեցին, սխեմայի հնարավոր լրացուցիչ զոհերին ստուգելու համար, ավելի խիստ կանոնակարգեր ներդրվեցին, նմանատիպ խարդախությունները կանխելու համար։ Կառուցելով արդարությունը հիմնադրամը, Անահիտի ղեկավարությամբ, արագորեն հաստատվեց որպես գործարար էթիկայի ծրագրերի ազգային չափանիշ։ Գործունեության առաջին տարում այն վերապատրաստումներ առաջարկեց ավելի քան 50 ընկերությունների, բացահայտումների համակարգեր ներդրեց 200 կազմակերպություններում, ստացավ ավելի քան 3000 հաղորդում անօրինականությունների մասին, ինչը հանգեցրեց խնդիրների բացահայտման շտկման, որոնք կարող էին միլիոնավոր դրամների վնասներ պատճառել։ Համալսարանները սկսեցին Սարգսյան շինի գործը ներառել իրենց կառավարման գործարար էթիկայի ուսումնական ծրագրերում։ Անահիտի կողմից մշակված մասնակցային կառավարման մոդելը դարձավ ակադեմիական ուսումնասիրության առարկա ոգեշնչում այլ կազմակերպություններում բարեփոխումների համար։ Աշոտը, տեսնելով հիմնադրամի հաջողությունը Անահիտի անձնական ու մասնագիտական աճը, հաճախ էր մտածում, թե ինչպես է իր կյանքը փոխվել այն տրավմատիկ շաբաթ օրվանից, որը գրեթե ավարտվել էր խարդախ ամուսնությամբ։ Ընկերությունը ոչ միայն լիովին վերականգնվել էր ճգնաժամից, այլ ապրում էր իր պատմության ամենաբարգավաճ շրջանը, գրավելով հաճախորդների ներդրողների հենց իր ազնվության թափանցիկության հեղինակության շնորհիվ։ Անահիտը վերափոխեց ոչ միայն իմ ընկերությունը, այլ իմ տեսակետը ղեկավարության արժեքների վերաբերյալ, մեկնաբանում էր Աշոտը գործարար կառավարման մասին հարցազրույցներում։ Նա ինձ սովորեցրեց, որ տեխնիկական հմտությունը առանց անձնական ազնվության վտանգավոր համադրություն է, որ իսկական ղեկավարությունը սկսվում է ճիշտ բան անելու անձնական օրինակից, անկախ հետանքներից։
Չեղյալ հայտարարված հարսանիքի սկանդալից 2 տարի անց Սարգսյան-Շինը դարձել էր կորպորատիվ կառավարման կազմակերպչական մշակույթի ազգային օրինակ։ Անահիտը, այժմ ազգային մակարդակով ճանաչված որպես գործարար էթիկայի փորձագետ, շարունակում էր ապրել նույն հասարակ տանը, որտեղ մեծացրել էր գորգին, բայց նրա առօրյան ներառում էր դասախոսություններ համալսարաններում, խորհրդատվություններ խոշոր ընկերությունների համար, մասնակցություն հեռուստատեսային ծրագրերին, ձեռներեցության ղեկավարության մասին։ Գորգը, նոր ավարտած կառավարման ֆակուլտետը, որոշեց հետել տատիկի քայլերին գործարար էթիկայի ոլորտում։ Տատիկ, այն, ինչ դուք ինձ սովորեցրիք, կառավարման կամ բիզնեսի մասին չէր։ Դա բնավորության մասին էր։ Եվ դա մի բան է, որը համալսարանում չեն սովորեցնում, ասաց նա իր ավարտական երեկոյին, որտեղ Անահիտը հրավիրված էր որպես գլխավոր բանախոս։ Իր ավարտական ելույթում Անահիտը խորեց այն ուղու մասին, որը նրան մաքրուհուց հասցրել էր հի. Մնադրամի նախագահի, բայց ընդգծեց, որ ամենակարևոր փոփոխությունը ոչ թե իր կոչման կամ սոցիալական դիրքի մեջ էր, այլ մարդկանց ոգեշնչելու ունակության մեջ, ազնվությունը գնահատել հարմարավետությունից վեր։ Իմ սիրելի երիտասարդ շրջանավարտներ, դուք կմտնեք աշխատաշուկա հիանալի տեխնիկական գիտելիքներով, բայց ուզում եմ մի վերջին խորհուրդ տալ։ Երբեք մի մոռացեք, որ իսկական հաջողությունը չափվում է ոչ միայն նրանով, թե ինչ եք դուք նվաճում, այլ նրանով, թե ինչպես եք դուք նվաճում։ Միշտ արեք ճիշտ բանը, նույնիսկ երբ ոչ ոք չի նայում, նույնիսկ երբ դա ավելի դժվար է, նույնիսկ երբ ձեր շուրջը բոլորը սխալ են անում։ Կառուցելով արդարությունը հիմնադրամը շարունակում էր աճել ընդլայնել իր ազդեցությունը։ Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը հայկական մասնակցային կառավարման մոդելը տարավ Լատինական Ամերիկայի այլ երկրներ։ Անահիտը պարբերաբար մեկնում էր միջազգային համաժողովների, միշտ ուղեկցությամբ գորգի, որը դարձել էր նրա աջ ձեռքը հիմնադրամում։ Այդ ուղղություններից մեկի ժամանակ Վրաստանում Անահիտը հանդիպեց Մարիամ Գոգիային, վրացական ընկերության մաքրության աշխատակցուհու, որը բացահայտել էր անօրինականություններ իր կազմակերպությունում ենթարկվում էր հալածանքների։ Տիկին Անահիտ, ձեր պատմությունն ինձ քաջություն տվեց անելու այն, ինչ ճիշտ էր, նույնիսկ իմանալով, որ դրա համար կպատժվեմ, ասաց Մարիամը թարգմանչի միջոցով։ Մարիամին ման դեպքերը պարբերաբար կրկնվում էին։ Անահիտի պատմությունը դարձել էր միջազգային խորհրդանիշ, որ ազնվությունն ու քաջությունը կարող են առաջանալ ցանկացած հիերարխիկ դիրքից, ոգեշնչելով նմանատիպ հանգամանքներում գտնվող մարդկանց ամբողջ աշխարհում։ Մի շաբաթ երեկոյան, իր կյանքը փոխած չեղյալ հայտարարված հարսանիքից 3 տարի անց, Անահիտը տանը գորգի հետ հին լուսանկարներ էր դասավորում, երբ գտավ Սարգսյան-Շին, ում իր առաջին օրերի մի լուսանկար։ Դա մի երիտասարդ, ամաչկոտ կին էր, որը ավել էր բռնել ամաչկոտ ժպտում էր տեսախցիկին։ Տատիկ, տես թե ինչպես եք փոխվել, մեկնաբանեց գորգը, համեմատելով հին լուսանկարը Անահիտի միջազգային համաժողովում ելույթ ունենալու վերջին լուսանկարի հետ։ Գորգ, սիրելիս, ես այդքան էլ չեմ փոխվել։ Ես միշտ նույն մարդն եմ եղել ներսում։ Ինչը փոխվեց, այն էր, որ աշխարհը վերջապես տեսավ, թե ով էի ես իրականում, պատասխանեց նա, քնքշորեն գրկելով թոռանը։ Այդ հանգիստ խորհրդածության պահին Անահիտը լիովին հասկացավ իր ուղու իմաստը։ Դա ոչ միայն հաղթահարման անձնական պատմություն էր, այլ ցածրություն, որ իսկական արժեքները կարող են վերափոխել ամբողջ կազմակերպություններ, ոգեշնչել համակարգային փոփոխություններ, ստեղծել ժառանգություններ, որոնք գերազանցում են սերունդները։ Գորգը նորացված հիացմունքով նայելով իր տատիկին, մի դիտարկում արեց, որը կատարելապես ամփոփեց նրա վերափոխման ազդեցությունը։ Տատիկ, ամենամեծ նվերը, որը դուք ինձ տվեցիք, հիմնադրամի միջոցով ձեռք բերած հնարավորությունները չէին։ Դա ինձ սովորեցնելն էր, որ ճիշտ բան անելը միշտ արժե, անկախ նրանից, թե որքան ժամանակ է պահանջվում ճանաչվելու համար։ Անահիտ Հակոբյանի պատմությունը դարձել էր կենդանի լեգենդ, ոգեշնչելով հազարավոր մարդկանց հավատալու, որ անհատական ազնվությունը կարող է առաջացնել կոլեկտիվ փոփոխություններ, որ բարոյական քաջությունն ավելի մեծ արժեք ունի, քան հիերարխիկ դիրքերը, որ ճիշտ բան անելը, նույնիսկ երբ դա դժվար է, վերջում միշտ հատուցվում է։ Նրա հիմնադրամը շարունակում էր բարգավաճել, նրա ընկերությունը դարձել էր գործարար էթիկայի ազգային մոդել, նրա անձնական ժառանգությունը ոգեշնչում էր գործարար ղեկավարների նոր սերնդի, որոնք հավատարիմ էին թափանցիկությանն ու ազնվությանը։ Այն, ինչ սկսվել էր որպես քաջության մի պահ ընդհատված հարսանիքում, վերածվել էր կազմակերպչական վերափոխման ազգային շարժման։ Տարիներ անց, երբ նրան հարցնում էին իր հաջողության գաղտնիքի մասին, Անահիտը միշտ պատասխանում էր իրեն բնորոշ համեստությամբ. Գաղտնիք չկա։
Կամ միայն ճիշտ բան անելու, մարդկանց հարգանքով վերաբերվելու, երբեք չամաչելու, թե ով ես դու կամ որտեղից ես եկել, ամենօրյա ընտրությունը։ Մնացածը այդ ընտրությունների բնական հետանքն է։ Եվ այսպես, այն կինը, որը մի օր ընդհատել էր հարսանիքը, իր տնօրենին միլիոնավոր դրամների խարդախությունից փրկելու համար, դարձել էր ազգային խորհրդանիշ, որ իսկական ղեկավարությունը կախված չէ կոչումներից կամ պաշտոններից, այլ բնավորությունից, քաջությունից, ազնվության նկատմամբ անսասան հավատարմությունից։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Աշոտի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե քաջության, վերափոխման, ազնվության այս պատմությունը ձեզ այնքան հուզեց, որքան մեզ, այն պատմելիս, ապա հավանեք ներքում, բաժանորդագրվեք մեր ալիքին, մեկնաբանություններում կիսվեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել այս ճանապարհորդության ընթացքում։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենաազնիվ կողմը, ցույց տալիս, որ ճիշտ բան անելը միշտ արժե։ Շնորհակալություն մեզ հետելու համար այս հույսի վերափոխման պատմության մեջ։ Մինչ հաջորդ դրվագ, որտեղ մենք կշարունակենք ուսումնասիրել մարդկային սրտի գաղտնիքները, ոգեշնչող վերափոխող պատմությունների միջոցով։